Անգամ եւս Radio Stars-ի ունգընտիրներ եւ ագընտիրներ պատրաստվեցեք հետևելու նոր հարցազրույցիմը հայ աստղեր հաղորդաշարեն։ Պապջան երեք տարմայց մի մեծ սիրո աշխարհ Պապջան Հաղորդավարուհի Ստեյսի Ավետիքյան Արաբյանը պիտի հյուրընկալի հայ երգի սպասարկու եւ դաղանթաշատ երգիչ Աղաս Մնացակյանին երկուշաբթի մարտ 24-ին։ Իմ սրտիկ քեզանով դարձա երջանիկ աշխարհի Քիչ քեզ ինչքան պաչիկ տամե Աղաս Մնացակյանը պիտի հաղորդե ցեզի իր ունեցած մանկության հիշադակներու մասին, պիտի վերհիշե բացմելով դբրոցական համտեսներու մասնակցիլը ու երգելը, դարբեր երաժշտական գործիքներ նվագելը եւ դիրաբեդելը, ինչպես նաեւ պիտի խոսի երաժշտական գրթության, փորձառության, հաջողության եւ դարբեր երգիրներ դեղափոխվելը եւ վերջապես Հայաստան հաստատվելը։ Ես սիրեցի քո առաջկերը Քո սիրուն շփիտը ու սերը Հետևեցեք հարցազրույցին Radio Stars-ի թիմադեդրեն եւ լսեցեք Radio Stars-ն ուղիղ եթերով գեսորի հետ ժամը 1-ին Լոս Անջելեսի ժամով, երեկոյան ժամը 12-ին Հայաստանի ժամով եւ Եվրոպային հետևողները կգրնան լսել երեկոյան ժամը 9-ին։ Ինչ սիրուն ես ինձ հիմա ժպտում Արցունքները քո թակու սրբում Հարկելի ունգընտիրներ եւ ագընտիրներ գրնակ նաեւ ձեր մասնակցությունը բերել զանգելով հետեւյալ WhatsApp-ի համարին Արավել 1 747 255 8764 սրբում Կսպասենք ձեր բոլորին, իսկ դուքալ սպասեցեք մեզի եւ հարցազրույցին երկուշաբթի մարտ 24-ին։ Գնում ես քույրս մեր տնից նոր տուն Բայց միշտ տեղում ես քո եղբոր սրտում Արի հիմա գրկեմ ասեմ քույրս բարով գնաս Գեհդեվիկ Radio Stars-ը Լոս Անջելես Կալիֆոռնիային մեր մոտ արդեն գեսորի հետ ժամը 1-5 վայրկյաններ գանցնի ուրեմն բահա հասած է մեր այսօրվա դաղանթաշատ երգիչ Աղասի Մնացակյանի ցայնով լսենք համով արև երգը ինչպես միշտ կբացակայիմ գարշ ռոբեներ ապա գվերատառնամ հյուրիս հետը դուք սպասեցեք անամբեր որովհետև շատ լավ պիտի զանոթացնեմ ցեզի մեր այսօրվա դաղանթաշատ երգիչ Աղասի Մնացակյանը Radio Stars Դու քեզանով իմ կյանքը փոխել ես Սիրտս հանում ես Radio Stars Քո խաղերով ինձ դու վարակում ես Համոմարել ես Ինչ անուշ ես Դու քեզանով իմ կյանքը փոխել ես Աղասի ջան Այս ինչ գեղեցիկ երգ պիտի լսենք քիչ մևս որբեսի պատրաստը լայն Իմիջիայլոց պիտի խնդրեմ մի քիչ յետև եւ հանգիստ նստիկ հաջիկ Խաղերով ինձ դու վարակում ես Համոմարել ես Ինչ անուշ ես Դու քեզանով իմ կյանքը փոխել ես Սիրտս հանում ես Տեղից բոկում ես Քո խաղերով ինձ դու վարակում ես Համոմարել ես Ինչ անուշ ես Դու քեզանով իմ կյանքը փոխել ես Վարվարում քո աչուկները լույսն են աչքերիս Ամեն օրս քեզանով էլի սիրում սրտիկ Քո անուշ ծիծաղը փայլ է տալիս իմ կյանքին Քեզան չափ սիրում իմ փոքրիկ Սիրտս հանում ես, տեղից պոկում Այեր ջան Ներով ինձ դու Պատրաստվեցեք շատ գեղեցիկ հարցազրույցիմը վարել Ինչ անուշ ես Դու քեզանով իմ կյանքը փոխել ես Սիրտս հանում ես, տեղից պոկում ես Քո խաղերով ինձ դու վարակում ես Համոմարել ես Ինչ անուշ ես Դու քեզանով իմ կյանքը փոխել ես Այսինչ հրաշալիցան, այսինչ գեղեցիկ երգ, այսինչ գեղեցիկ ստեղծագործություն, քիչ հետ կվիդե խոսենք բոլոր երգերու ստեղծագործություններու մասին։ Լիացիր ողջուններ ռադիո լսողներ
եւ հաղորդաշարի հետևողներ։ Ֆարի եք եկել դարձյալ հետևելու համար այսօրվա նոր հարցազրույցը հայ երկի սպասարկուիմը, որ ծնվել է Վան քաղաքում Սարտարապատ գյուղում։ Դեղափոխվել են ընտանիք Ղազախստան, ուր ապրել է Աղասի Մնացակյանը 5 տարիներ շարունակ, նախքան վերջնական աբես տեղափոխվելը Հայաստան 2020 թվին, ուր հաջողել է երաժշտական արվեստի քոլեջ Բյուդեր Չայկովսկի անվան երաժշտական դպրոց եւ հետևել է ինչպես նաեւ վոկալի դասընթացքներու։ Դաղանտաշատ հյուրս նվագում է դիրաբեդելով զանազան երաժշտական գործիքներ, ինչպես թաշնամուր, դհոլ եւ այլ դարբեր։ Ավելի լավ ցեզի ծանոթացնելու համար ռեջոստարզի լսողներ եւ ագնչերներ բավական դեղեցություններ հաղորդելով ցեզի այժմ գհյուրընկալեմ դաղանտաշատ երկիչ հայրենի եւ իսկապես դաղանտաշատ է մեր հարկելի երկիչը Աղասի Մնացականյան, բարի երեկո, բարի գեսոր մեր գոմեն եւ բարի եկացեք հայ աստղեր հաղորդաշարեն։ Բարի երեկո ձեզ Տեսի ջան, ես նույնպես ողջունում եմ ձեզ, ողջունում եմ բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր որ հետևում են մեզ, շատ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորին, ձեր թիմին, որ հրավիրել եք ինձ ձեր եթեր, անչափ շնորհակալ եմ, որ գտնվում եմ այսօր այստեղ ձեր եթերում։ Եվ այսօր կպատմեմ իմ կյանքի մասին, թե ոնց է ստեղծվել, թե ոնց եմ գնացել, թե ինչի եմ հասել, այսօր ուրեմն հասել ես։ Պիտի խոսենք անշուշտ հանգրվանով մեր հարցազրույցի ընթացքում, նախ ես էլ շնորհակալություն կհայտնեմ ցեզի իմ հրավերը ընդունելու համար եւ դարձյալ բարի եկել եք հաղորդաշարեն։ Խնդրեմ Ստեսի ջան, ովքեր ինձ չեն ճանաչում, ես Աղասի Մնացականյանն եմ, ծնվել եմ 1995 թվականին մայիսի 17-ին Արմավիրի մարզում, Սարդարապատ գյուղում։ Այո, վստահ քիչ հետ կպիտի խոսենք բոլոր ծեր ունեցած մանկության հիշադակներում, բայց ես կուզեի ցեզ իմանալ Հաճիկ Աղասի Մնացականյան, արդյոք դուք հիշում եք ծեր մանկությունը Սարտարապատ գյուղում ինչպես եղել է։ Իհարկե, որը որ հիշում եմ, որը որ մայրիկս է պատմել, որը որ սաղ ես հենց ուսումնասիրել եմ, ճիշտ ասած, մինչև այդ հիշում էի, ուղղակի մի քիչ հենց կոմպակտ ձևի ես կներկայացնեմ, թե ոնց է եղել, ինչ է եղել, ամեն ինչը կարող եմ հիմա սկսել արդեն պատմել։ Անշուշտ, սիրահոժարի մենք կլսենք։ Ուրեմն առաջին քայլերը սկսել է Սարդարապատի միջնակարգ դպրոցում, սակայն կյանքի բերումով հաճախակի փոխել ենք տարբեր դպրոցներ եմ փոխել, մի քիչ հայերենս վատա, որովհետև տարբեր երկրներում եմ ապրել, երաժշտական ունակություններս նկատելի են դարձել դեռևս 3 տարեկան հասակում, վոկալ բանը լսվում է ինձ։ Այո, շատ լավ գլսենք, կրնակ շարունակել։ Վոկալային տվյալները ժառանգել եմ հորիցս, ով նույնպես երգիչ էր։ Ձեր հայրը երգիչ էր, այսինքն ժամանակին երգած է։ Հա, երգիչ էր, ցավոք սրտի հիմա իմ հետ չի ֆիզիկապես, ես կանդրադառնամ այդ ամեն ինչին, մի խոսքով շատ հետաքրքիր է երաժշտական դպրոցի ընդունվելու պատմությունը, ես դեռ դպրոց չէի հաճախում եւ մի օր առավոտյան խնդրանքով մեր տուն է գալիս Լուսահոգի Գևորգ Անտոնյանը, երաժշտական դպրոցի մեր Սարդարապատի, ով հորս ընկերներ Միտքը նրանում էր, ով ոնց որ ուսումնական տարվա վերջին համեր պետք է լիքայանար եւ իրանք դհոլ նվագող չունեն։ Ես էլ իրապետում էի դհոլին։ Հայրիկիս խնդրեց, ասեց կարող է բանը անունը նվագի ինքը դհոլ։ Ասեց դե եթե կարող թող նվագի, մի խոսքով դրանից հետո երբ որ ես նվագել եմ դհոլը, արդեն ինձ ընդունել են դպրոց առանց որևէ քննության։ Ահա, որովհետեւ արդեն լավ նվագում էիք։ Արդեն ես լավ նվագում եմ, տիրապետում եմ երկգործիքին եւ տնօրենը ասեց դե ոչ մի քննություն իրան չկա, ես արդեն ընդունեցի Դաշնամուրի բաժին, մեր Սարդարապատ գյուղում։ Այո։ Իսկ դրանից հետո արդեն ավելի ուշ տեղափոխվել եմ Ուզբեկիստան, միանգամից Ղազախստան չեմ գնացել, Ուզբեկիստան եմ եղել, այնտեղ ավարտել եմ երաժշտական դպրոցի Դաշնամուրային բաժինը, Չայկովսկին ոնց որ ասացի, դուք ասացիք։ Այո։ Բայց սահմանապակումները միայն դրանով չէին, որովհետև ես գիտարել եմ ինքնուս սովորել, մի խոսքով ընդ տիրապետում եմ տարբեր գործիքների, էլի, բայց ամեն ինչ շատ երգել էի սիրում, ու դա իմ մոտ ամենալավն էր ստացվում, որոշեցի, որ երգի կարիերայով գնամ, սենց ասած։ Դուք որ հիշեցիք բուջուր ժամանակ, այսինքն 3 տարեկանից, որ նվագել եք կխոսենք դհոլը, այսինքն դհոլը նախ նվագեցիք, ապա դարբեր երաժշտական գործիքներ։
Սկզբում ամենասկզբում դհոլ եմ սիրել, պապայիս ընկերները դաժե երբ որ դուր են գալի մեզ, ոնց որ դհոլ էին նվերբերում, գիտեն որ ես սիրում եմ այդ գործիքը, բան, այտենց միշտ նվագում եմ դհոլ, սինթեզ, տարբեր գործիք, բայց հիմնականը դհոլ եմ սիրել։ Այո, բայց գրեթե գասեն թե երաժշտության փանալին կամ երաժշտական կորձիկներով փանալին թաշնամուրն է։ Ինչն էր ցեզի դհոլ այդքան գրավեց, ինչ էր այդ կորձիկի գաղտնիքը, թե այդքան ցեզ գրավել է։ Չգիտեմ, երևի էդի փոքրուց ես չեմ կարող ասեմ այդ ժամանակահատվածում թե ինչն է ինձ գրավել, իմ համար առաջնային տեղում դհոլն էր։ Չգիտեմ, չեմ կարող այդ ասեմ, դե այդvað փոքր է, երևի հենց իրա, չգիտեմ, ձևը, գործիքը կամ չգիտեմ ինքը բուժու ժամանակ չեմ կարող ասեմ ինչն է ինձ գրավել, բայց շատ էի սիրում իրան նվագել։ Բայց դրա հետ միասին ուսումնասիրում էի դաշնամուրը էի շատ սիրում։ Այն ժամանակ բաներ կար, քրոջս հարսանիքներ, օրկուրիս աղջկա հարսանիքներ, գնացել էի շուտ փոքր էի։ Քիչ հետ կնխոսենք այն բաց շահովի բաներ կային, արավներ կային։ Այո։ Օղիներ կային, որ բանը տակը շահումներ էր վերում, միամիտ ես $50 փող էի շահել, այդպես ոնց բացեցի, այդ $50 շահեցի, հայրիկիս տվեցի տնեցիկին, իրանք իմ համար այդ $50 սինթեզ էին առել, ու ես սաղ օրը սաղ տնեցիների գլուխը տանում էի, դաժե գնում էի օրող պորսկուն առավոտը ինչա որ տնեցիների գլուխը շան իրաց գլուխն էի տանում, ասենց ասացի, որտեղ շատ էի սիրում նվագել։ Գնում էի իրաց տուն, ասում էի չեմ ուզում մերոնք արթնանան, ասում եմ բա լավ տես եկե մեր տուն, մենք էլ ենք ուզում քնենք։ Ես ինձ բուժու ժամանակ գնում խանգարում եմ իրաց։ Բայց գեղեցիկ ձևով խանգարում էիք, որովհետև գնվագեիք։ Հիմա դուք որ ասեցիք աղասի Մնացականյան, ծեր հայրը եղել է երգիչ։ Արդյոք գներեք հարցումից, բայց բնավ գաղափարություն էի, թե ծեր հայրը ֆիզիկապես ներկա չէ, շատ լավ կհասկանամ, թե մեր հայրերը ֆիզիկապես ներկա չեն, բայց հոգվով մեր հետն են ամեն մի րոպե, իրենք են, որ մեզ ուժ գտան, որովհետեւ մենք կրնանք շարունակել դուք երգել, ես իմ հաղորդաշարներս ներկայացնել։ Բադահած է թե ծեր հորը ընկերակցած է կամ երբ դուք ավելի խելահաս տարիք ես սկսակ երգելու ինքն ներկա չէր։ Չէ, ինքը ներկա էր, ես ասենց ասեմ, իմ առաջին անգամ մեծ բեմ բարձրանալը եղել է 9 տարեկանում, մենք որ ենք Ուզբեկիստանում, որտեղ հայկական համերգ էին դրել էլի, հայկական համերգ էր, հայրս էլ էր իդեպ մասնակցում այդ միջոցառման այդ համերգին, ոնց որ ընկերները անակնկալ էին արել, որ ես երգեի, ինքը տեղյակ չէր, որ ես պետք է երգեի, մեծ բեմ էր ինքը, մոտավորապես երևի մի 2000 հոգի մարդ կային, հայ ժողովուրդը, Ուզբեկստանի տեղի այդ ժամանակ ապրող հայերը, տարբեր այլ ազգի թե ուզբեկներ կապ չուներ, էլի մի խոսքով։ Այդ ժամանակ ընկերները գաղտնիք էին բարել, որ պետք է ես երգեի, տենց ինքը անակնկալի եկավ, որ ես առանձին հայտարարեցին ինձ, ես հելա երգեցի, շատ հուզիչ էր այդ օրը, թե իմ համար, թե իմ ծնողների եւ այդ օրը ես զգացել եմ այդ ծափարությունների կարևորությունը արվեստագետի կյանքում։ Եվ դա դարձել է մեծ սկիզբ ինձ համար դեպի այդ ամեն ինչ էլի։ Ծափահարությունը շատ կարևոր է, որովհետև այդ մեկը իմ հայրիկի հետ կայնած եմ եղել, երգել եմ Արամ Ասատրյանի Սուրբ Սարգիս երգը, առաջի իմ ոնց որ այդ ելույթները 9 տարեկանում։ Այո։ Այդ տարեգանին, որ դուք բեմ բարձրացաք, ասեցիք, թե Թահլիճում 2000 մարդ ներկա էր։ Գիտեմ, թե փոքրիկ էիք, այո, 9 տարեկանին, բայց կուզեմ նկարագրեք ինչպես էր ծեր բեմ բարձրանալը, ծեր հորը ռեակցիան ինչպես էր, ինչ ասեց ցեզի կամ ինչ խրատներ փոխանցեց, որովհետև ինքը եղած է երգիչ եւ գիտե թե այս ասպարեզը դժվար է, այսինքն երկարվեստը դժվար ուղի մնե, փշոտ է եւ շատ դժվարություններով պիտի հանդիպեք։ Ինչպես եղավ նախ բեմ բարձրանալը, ապա ծեր հոր հանկուցյալ հոր խրատները ինչ էին եւ գործադրեք մինչեւ ցարտ։ Հայրիկիս խրատները ինքը բեմ բարձրանալուց այդ ժամանակ ինքը տեղյակ չէր, գիտեր որ երգում եմ, տիրապետում եմ այդ ժամանակի հատվածում էլի, ինքը գիտեր, բայց ինքը շատ անակնկալ եկավ, որ ես կարող էինք անակնկալ չկա, օրինակ ես դհոլ նվագեի կամ չգիտեմ, բայց ինքը որ երգելով տեսավ ինձ, որտեղ երգելով չէր պատկերացնում, որ կարողա ես բեմին գել եմ երգեմ։ Խրատները այն ա եղել, որ
Հասնեմ իմ նպատակներին, sense մի քիչ ուրիշ ձև ասեմ, վիզ դնեմ, մի խոսքով առաջ գնամ, չկոտրվեմ, իր խրատները միշտ այդ ա եղել, որոնք ես շարժվել եմ, իմ կյանքում շատ կարևորագույն է եղել իր այդ բոլոր խրատները, Ստեսի ջան։ Շատ կարևոր է հոր մխրադը պետք է անպայման լսել եւ կորզատրել, որովհետեւ իրենք գորոշ չփահել, մի խոսքով ընդեղ լինել միշտ բարի, ոնց ասեմ, չփոխվի կյանքում մարդը, թեկուզ ինչքան էլ բարձրությունների հասնի, ինքը չփոխվի, այդ ա եղել իմ հոր խրատների, իմ հարազատների, թեկուզ իմ մայրիկի բոլորի խրատները այդ ա հիմնականը ծնողներից ստացել եմ այդ խրատները ու մինչև այսօր ես հետևում եմ այդ ամեն ինչին, որ ոնց կամ այտենց մնամ Եվ այդ մեկը կփաստեմ թե այնքան համեստ անցեք դուք ինչպես որ ասեցի ծեր մոր որ գողջունեմ իրեն գշնավորեմ թե այսպես սավակ կրտած է որովհետև ծեր համեստությունը եւ վարգեշտությունը ամենչապես ովևէ միանց կցկե որովհետեւ ցեզի ալավելի հարկ է շնորհակալություն այդ վարգեշտության հեզության համար խնդրեմ աղասի մնացականյան ամեն մի փոքրիկ այսինքն ամեն մի երեխա դբրոցական դարևերջի հանդեսներ միշտ ցանկանում է մասնակցել իր ցիրկը ցույց տալու համար դուք արդյոք մասնակցել եք դարևերջի հանդեսներուն դպրոցական Ստեսի ջան, ես շատ դպրոցներ եմ ճիշտ ասած փոխել ես օրինակ ստեղ սովորել եմ առաջի դասարան գնացել եմ Ուզբեկիստան էլի առաջի դասարան եմ նստել դրանից հետո 4-րդ դասարան ավարտվել եմ գնացել եմ ուրիշ sense հանդեսների հիմնական մասնակցել եմ այդ եմ ուզում ասեմ մենք նենց ստացվավ, որ սենց ասեմ, Ուզբեկստանից հետո մենք տեղափոխվեցինք Ղազախստան, Ուզբեկստանից հետո մենք տեղափոխվեցինք Ղազախստան, գործի բերումով հայրիկի հետ կապված էր, որ պետք է ինքը աշխատեր, ընդեղ արդեն ես գնացել եմ Պարի եմ գնացել, նայրի անսամբլում եմ պարել, բացի դրանից մասնակցել եմ տարբեր փորձել եմ ինձ որպես ֆիլմերում, չգիտեմ, փոքրիկ այտենց մինի ֆիլմեր էին, որոնք որ մասնակցել եմ ինձ հրավիրել են, այտենց էլ եմ փորձել թեկուզ դերասանականով, սենց ասեմ, մի հատ էլ թե պարարվեստով բանով, ինչ էի ուզում միտքը Դպրոցական հանդեսներու մասին է որ գստեի դուք մասնակցել եք տարբեր հանդեսների մասնակցել եմ թե դպրոցական թե պատվոգրեր եմ ստացել ամեն ինչին մասնակցել եմ ես բայց հենց մենակ դպրոցում չէ էլի այդ արվեստով խոսքով միշտ մասնակցել եմ Երգելով կամ նվագելով գխոսինք Երկելով էլ, նվագելով էլ Երկուքն էլ Պարելով էլ, պատվոգրել ունեն պարելով էլ մի խոսքով ամեն ինչ էլի Շատ կարևոր է խոսենք ծեր երաժշտական ուսման մասին դուք հաճախել եք Չայկովսկիի անվան երաժշտական դպրոցը Բյուդեր Չայկովսկիի հանրահռչակ կոմպոզիտոր դիրիժոր տաշնագահար բոլորիս ծանոթ անունն է երաժշտական արվեստի քոլեջը կամ այնինչ որ դուք հաճախել եք դպրոցը գդարբերի որովհետև դուք երաժշտական արվեստի քոլեջալ հաճախել եք եւ սովորել եք շատ բաներ արդյոք կարող եք կոնկրետ բացատրել թե ինչ սովորել եք եւ քանի տարիներ 4 տարի ես գնացել եմ այդ Ուզբեկստանում եմ եղել Չայկովսկիում փոքր ժամանակ էլի դե որ ասացի Հայաստանից տեղափոխվել ենք այո Հայաստանից տեղափոխվել ենք 4 տարի ես գնացել եմ Ուզբեկստանում Չայկովսկիի անվան երաժշտական դպրոցը Տարբերությունն էր որ արդեն դպրոցականը դե ուրիշ է երաժշտական մի հատ բան ա լինում օրինակ վոկալային ա լինում կամ չգիտեմ ինչ սովորական դպրոցում ճիշտ եմ չէ որտեղ մենակ վոկալի դաս ա լինում կամ այդպես երաժշտական բայց հիմնականը որ արդեն երաժշտական ես գնում ինքը արդեն բոլորովին սա երաժշտության հետ կապ ունենում, այսինքն սոլֆեջոյա, չգիտեմ, վոկալային, թե դաշնամուրային, մի խոսքով ամեն ինչը ոնց որ երաժշտական է լինում։ Տարբերությունը այդ է 4 տարի ես գնացել եմ դաշնամուրի, մեր Ուզբեկստանում էլի սենց։ Այո, շարունակել եք կամ 4 տարին բավարար էր ցեզի համար այդ ուսումը ու արդեն վոկալայինով եմ արդեն խորացել, դե երաժշտությունը դաշնամուրին արդեն թիրապետում եմ, բայց որոշեցի այդ որ վոկալով պետք է գնամ։ Այո,
որովհետեւ Այդ ամենը մինչև իմ բեմ ելնեն ա եղել 9 տարեկան, մինչև 9 տարեկանն ա եղել Դաշնամուրի Չայկովսկին գնալը, ուժուր ժամանակ ա եղել, էլի։ Հիմնականը արդեն որոշեցի վոկալանով պետքա գնամ։ 2010 թվականին, որ մենք վերադարձանք Հայաստան, այսինքն Ղազախստանից։ Եվ որոշել եք արդեն, ինչպես թե ասեցիք, վոկալով շարունակել, որովհետև ծեր փափակը, ցանկությունը երկիչ դառնալ է, երգել է, հայ ժողովրդի հայասկի ուրախ բահելն է ծեր ցայնով։ Շատ կարևոր է դարձյալ հիշենք, այսպես հարևանցի չեմ ուզեր նյութերում մասին խոսիլ, խորանանք, դուք ասեցիք թե սինթեզ եք նվագել ծեր քրոջ հարսանիքին, արդյոք առաջին անգամ էիք նվագում պրոֆեսիոնալ ծևով այդքան ժողովրդի առջև կամ արդեն դարբեր փեմերու կամ դարբեր խրախճանքներու դարբեր հանդեսներու ներկա էիք եւ սինթեզը դուք նվագում էիք Չէ, սինթեզը սենց ասեմ, իմ համար հիմնականը վոկալային է եղել, ստեսիջը նվագել են տարբեր միջոցառումներին, հավաքույթներ, որ եղել են, նվագել են, բայց հիմնականը խորացված իմ վոկալայինն է եղել, երգելը։ Այո։ Ինչպիսի անագնգալներ ծեր քրոջ կամ նախորոք ինք լուրուներ թե պիտի նվագեիք իր հարսնիքին, իր բսակին։ Չէ, իր հարսանիքին անագնգալը իմ պարենն է, որ ես պարել եմ իրաց հարսանիքին, վրացական այդ լիզգինկա պարենն եմ պարել։ Իսկ հետևել եք բարերու դասընթացքներու։ Հա, իհարկե, Ղազախստանում ես գնացել եմ, որ ասում եմ 4 տարի ես հաճախել եմ Նայրի անսամբլում եմ, Ղազախստանում արդեն։ 4 տարի էլ գնացել եմ ես Պարի, Նայրի անսամբլում։ 2010 թվականին հորս կորստից հետո մենք վերադարձել ենք Հայաստան, 2 տարի ստեղ ես շարունակել եմ Արվեստի պետական քոլեջում, Ռոմանոս Մելիքյանի մասնաճյուղում ես սովորել եմ 2 տարի, դրանից հետո հասրել եմ դաժե այդ ընթացքում 6 ամսով մեկնել կրկին Ղազախստան, որտեղ ռեստորաններից մեկում աշխատել եմ որպես մատուցող։ Շատ դժվար պերիոդ է իմ համար եղել այդ ժամանակ, որովհետև որս կորուստը չգիտեմ թե ֆինանսապես, թե ամեն ինչը ես շատ դժվար ճանապարհ եմ անցել այդ ամեն ինչից։ Ելնելով որ գնացել եմ Ղազախստան էլի աշխատել եմ որպես մատուցող, դրանից հետո հետ եմ վերադարձել հայրենիք եւ զորակոչվել եմ հայոց բանակ։ Ծառայություն ավարտելուց հետո պետք է մեկնեի Ղազախստան, որ էլի աշխատեի, բայց արդեն որպես երգիչ պետք է աշխատեի արդեն, որովհետեւ արդեն լուրջորեն ուզում էի որպես երգիչ եւ կրթությունս մնացել է Կիսատ արվեստի պետական քոլեջում էլի, ասենց ասած, դրանից հետո որ տեղափոխվեցի Ղազախստան, աշխատել եմ հորս ընկերոջ ռեստորանում, Նաժդվորում որպես արդեն երգիչ։ Եվ արդեն 2017 թվականին արդեն սենց ասած սկսել եմ զբաղվել իմ կարիերայով կոնկրետ։ Ոնց է եղել այդ ամեն ինչը, ես ուզում եմ տեղից արդեն սկսեմ, թե ոնց եմ ուժը արդեն դե հիմնականը որոշել եմ, որ վոկալայնով պետքա գնամ որպես երգիչ ու 2017 թվականից ամեն ինչը սկսվել է։ Բիդի խոսենք քիչ հետքա անձնական եւ cover երգերը եւ ինչպես սկսել եք։ Դուք ասեցիք թե լապանագի ծառայության կամ լա ծեր հորը կորուստեն եք այսպես թաթարներ ունեցել եք։ Արդյոք վերադարձը դժվար էր եւ եթե դժվարություններ ունեցաք ինչպես հաղթահարեցիք սանոնք։ Դժվարությունները այն էր, որ երկար տարիներ չէի ապրել, ստեղ իմ համար անսովոր էր, ընտեղի կյանքը, ստեղի կյանքը, բայց ես շատ եմ սիրել իմ հայրենիքը, հիմա մի մետր անգամ իմ հողից ես որ գնում եմ, ես շատ շուտ կարոտում եմ իմ հայրենիքը, իմ տունը, ես որ վերադարձել եմ հայրենիք, սենց ասած պապական տունը, շատ փոփոխություններ են կարել, մայրիկիս հետ, մայրս է միշտ կողքս եղել, ամեն հարցում մի խոսքով մենք պայքարել ենք իմ բարեկամները, իմ հարազատները, մտերիմ մարդիկ, հայրիկիս ընկերները, քիչ հետո կանրադառնամ այդ թեմաներին, քերիներս, մի խոսքով սաղ ովքեր ինչով կարացել է ինձ օգնել է այդ պերիոդում ովքեր որ կարացել են օգնել են դժվարությունները հաղթահարել են։ Այո։ Այդ ինքնակ ես գիտեմ ու մայրս գիտի թե ոնց ենք այդ ամեն ինչի մեջով անցել, ովքեր իմ կողքում են եղել իմ մտերիմ մարդիկ դժվարությունը տղամարդու համար ես այդ ժամանակ որ հայրիկիս կորցրել եմ 15-16 տարեկան տղա եմ եղել արդեն պատկերացնում եք Ստեսի ջան ինչա 2 տարի հետո պետք է արդեն բանակ զորակոչվեի մի խոսքով դժվարությունները եղել է բայց փառքն Աստծո շնորհակալ եմ Աստծուն որ հիմա ամեն ինչ լավ է
սաղ նորմալ է, Այո։ չգիտեմ։ Հաղթահարել եք հավանաբար ձեր մոր կաչալերանքով, Աստված ձեր մայրը առողջ եւ ուրախ վահե միշտ ձեր գլխեն անպակաս լինի, որովհետեւ դուք այդպես անցնում եք աղասի Մնացակյան թե միշտ ձեր ծնողի քնահատանքը ցեզի համար իմաստ ունեցել է այդ պատճառով դուք երկել եք հետեւյալը Սրտիս խորքից այս մեծ սիրո մասին կպատմեմ Իմ ծնողների համար Տեր քեզ շնորհակալ եմ Դու բարության մեծ աղբյուր ես մամ ջանի մանգին Քեզանով ու քո կողքին ուժեղ է իմ հոգին Դու բարության մեծ աղբյուր ես մամ ջանի մանգին Քեզանով ու քո կողքին ուժեղ է իմ հոգին Մամ ջան, 3 տար բայց մի մեծ սիրո աշխարհ Այ աղասիչան Ջան, շնորհակալ եմ ինձ տված կյանքի համար Ինձ ասում ես գժվելի Ժողովուրդ ջան լավ լսեցեք բարերը Մասնիկն եմ, մամ ջան իսկ ես աշխարհի երջանիկն եմ Մամ ջան, 3 տար բայց մի մեծ սիրո աշխարհ Մամ ջան, շնորհակալ եմ ինձ տված կյանքի համար Ինձ ասում ես գժվելիք եմ ու քո սրտի մի մասնիկն եմ Մամ ջան իսկ ես աշխարհի երջանիկն եմ Ուրեմն երկին առաջին բաժինը գսե մամ ջան, երկե իր մոր, երկրորդ բաժինը բապ ջան, լավ լսենք Լսիր հայր իմ սրտիս երկնեմ, ես քեզ նվիրում Որ իմանաս ես քեզանով եմ հպարտանում Աշխարհում ամեն մի բալիկ, թող ունենա քեզպես հայրիկ Հիմա ասում եմ քեզ պապ ջան, շատ եմ երջանիկ Պապ ջան, 3 տար բայց մի մեծ սիրո աշխարհ Պապ ջան, շնորհակալ եմ ինձ տված կյանքի համար Ես էլ քո կողքին նորորի, դառնում եմ տերն այս աշխարհի Երջանիկ եմ, որ զավակնեմ իմ ծնողների Պապ ջան, 3 տար բայց մի մեծ սիրո աշխարհ Պապ ջան, շնորհակալ եմ ինձ տված կյանքի համար Ես էլ քո կողքին նորորի Դառնում եմ տերն այս աշխարհի Երջանիկ եմ, որ զավակնեմ իմ ծնողների Իսկապես թե շատ գեղեցիկ երկեգուզենք ամբողջովին լսել, բայց մենք պիտի շարունակենք մեր հարցազրույցը Սույն երկին նպարերը եւ երաժշտությունը որու ստեղծագործությունն է Սիրակ Գևորգյանի մոտիկ հարազատին ընկերոջ Սիրակ Գևորգյանի, որը ապրում է Ֆրանսիայում, ես ողջունում եմ իրան, շատ տաղանդավոր աղջիկ է, իդեպ մենք պատահական ենք ծանոթացել իրար հետ, մտել ենք գործի մեջ, սենց ասած, ինքը երգեր էր բառեր է գրում, շատ լավ աղջիկ է, ողջունում եմ իրան, շատ շնորհակալ եմ, գեղեցիկ թե երաժշտության թե բառերի հեղինակը Սիրակ Գևորգյանն է Ողջույն ռադիո ստարզյանց նագազմի գողմե եւ իմ գողմես անշուշտ շատ գեղեցիկ երգ է մամ ջան բապ ջան ծնողներից գեղեցիկ երգը որ մեկնաբանել եք պիտի հասնիմ երկրորդ իդեպ այդ երգը Ելիզաբետի համար է իր ընկերուհու աղջկա համար է նույնպես ողջունում եմ իրան Կարինին եմ ողջունում Կարինը այդ աղջկա մայրիկն է ողջունում եմ իրանց նույնպես Մաղթում եմ լավ օր բանալին Միշտ մենք մեր ծնողներից ըսելիքներ ունենք, շատ ըսելիքներ ունենք Այսօր եթե կամերային պիտի նայիք ոչ մի բան չեք ասել ձեր հոր երբ ինք ներկա էր Եվ գուզեք հիմա ասել ինչպես նաև ձեր մոր Ամենչապես անպատրաստից սրդակին խոսքը ինչ է Մի հատ էլ որ խնդրեմ կկրկնեք Ձեր սրդակի խոսքը, ձեր մոր, ինչ է որ բնավ չեք ասել ասկի առաջ և ինք հիմա գեհետևի և գլսե, ինչ պիտի սեք ձեր մոր և ձեր հանկության հոր, որովհետև ինքը արդեն ներկայի և գլսե։ Ես գիտեմ, որ իմ հայրիկը միշտ իմ հետ է, ֆիզիկապես իմ հետ չի, բայց հոգեպես իմ հետ է, իմ մեջքին միշտ կայնած է, իմ կողքն է, իմ մայրիկիս է շնորհակալ եմ անչափ,
ինքը շատ գիտի, ես ամեն օր եմ ասում, շատ եմ սիրում իմ մայրիկին, շատ շնորհակալ եմ, որ ինքը կա, ինքը տենում է, թե իմ ես մի քիչ առաջ էլ ասացի, մենք իրար հետ անցնում ենք այդ ճանապարհը, Ստեսի ջան։ Այո։ Մի խոսքով, չգիտեմ, ես ամեն օր ասում եմ, շնորհակալ եմ, որ ունեմ իրենց նման ծնողներ։ Դուք ամեն օր գասեք ձեր մորը շնորհակալ եմ, բայց պիտի ասեք մի բան, որ բնավ ձեր սրդի մեջի խոսքը բնավ արդահայտած չեք։ Ինչ է այդ մեկն է ռոզածս։ Հիմա այսպես ուղիղ եթերում պիտի ասեք իրեն։ Շատ սիրում եմ։ Ինչ կարող ասեմ, շատ սիրում եմ։ Ժողովուրդ ջան, շատ սիրուն մամա ունի։ Աղասին ես տեսել եմ եւ շատ սիրուն մամա է։ Ողջույններ ասված միան առողջություն բարգեւե։ Մենք հաճախակի վիճում ենք։ Բայց դե նորմալ վիճում ենք, բայց դե մենք շատ շուտ վիճում ենք ու շատ շուտ բարեշում ենք, կարող վիճում ենք, շուտ բարեշում ենք։ Նորմալ է atmegam պայման։ Այդքան սիրենք անցմա այդքան վիճում ենք իր հետ այդպես է։ Մենք միշտ տենց կոնֆլիկտային բաների մեջ ենք, բայց շատ շուտ մենք այդպես բան չունենք, կռվենք կամ չգիտեմ ինչ։ Մի խոսքով, Ստեսի ջան, ես կուզեի շարունակեի, թե ոնց է ամեն ինչը սկսվել, որ արդեն պրոֆեսիոնալ ձև եմ սկսել զբաղվել, եթե դեմ չեք, կարող եմ շարունակել։ Բիդի խոսենք թե դուք սկսել եք երգելով նախքան պրոֆեսիոնալ ձևով երգել 2015 թվականից։ Չէ, 17 Հա 15 Պրոֆեսիոնալ նկատում դե աշխատել եմ, էդ էի ուզում ասեի։ Նախքան պրոֆեսիոնալը հանկրվանով բիդի խոսենք, դուք սկսել եք երգել 2015 թվականից, այդ ժամանակից աղասի Մնացականյան, որ մեկ երգիչի ցայնը ցեզ գրավում էր եւ միշտ ցանկացել եք երգել իր երգերը, որովհետեւ cover երգերով դուք սկսել եք։ Ստեսի ջան, ես 13 թվականից մինչև 15 թվականը ծառայության մեջ եմ եղել, երգել եմ, բայց պրոֆեսիոնալ ձևով չեմ զբաղվել։ Այսինքն ոչ աշխատել եմ, մի խոսքով արդեն 17 թվականին, որ բանակից վերադարձել եմ արդեն։ Այո։ 2015 թվականին, կներեք, 15 թվականին ես գնացել եմ Ղազախստան, որ աշխատեմ ռեստորանում։ Ռեստորանում, հայրիկիս ընկերոջ ռեստորանում, Նաշ Դվորում։ Ու 2 տարի աշխատելուց հետո 2017 թվականին մտածում եմ ինչ-որ մի բան, ինչ կարելի է անել, որ օրինակ ինչ-որ առաջ գնալ, դե հնարավորությունները ոնց որ չի հերիքացնում, այդ պերիոդը, որ նոր բանակից եկել ես, պետք է աշխատես, չգիտեմ, դաժե ուսումի ժամանակ չի եղել, որ պետք է փող աշխատենք, սենց մեր հայավարի ասած ձևով, էլի։ 2017 թվականին որոշեցի, որ ընկերոջս հետ նստած ենք, մտածեցի cover-ներ անել։ Այսինքն հիթային երգերը քո ոճով երգես կամ չգիտեմ սենց։ Այո։ Ու հենց այդ օրը ես բացեցի աղաս cover page Instagram-յան ու այնքան վստահ էի նպատակից մեջ, որ հենց հաջորդ օրը ես դե գիտար էի ուսումնասիրել, բանակ տեղը նվագում էի։ Գիտար եմ գնացել հաջորդ օր արել, ընկերոջս ասի կտեսնես, որ ես այս cover-ներով շատ ինչ-որ մի բանի հասնելու եմ հաստատ, ու տես ոնց որ ցել դրեցի ու սկսեցի cover-ներ անել տարբեր լավագույն հիթերի այդ ժամանակի լավագույն հիթերի cover-ները սկսեցի թե ռուսերեն թե հայերեն իսկ 2018 այդ մի տարի անելուց ակտիվություն կար անձի տարբեր public-ներում չգիտեմ էջերում տեղադրում էին թե ռուսականները թե հայտիները Ռուսաստանի օրինակ Անատոլի Ցոյը, չգիտեմ, այնտեղ Եգոր Կրիդը նկատել են, այսինքն Ռուսաստանի արտիստները նկատել են այդ cover-ները գիտարով անում էին, այտենց պրոֆեսիոնալոտ cover-ներ էր ինքը սիրուն կամերան հառել էր մի խոսքով այտենց զբաղվում էի, գիտարը նվագում էի, գցում էի, այտենց կոմենտներ էին գրում, բան էին անում, մի խոսքով արդեն մի տարի հետո 2018 թվականին եղբորս հարսանիքներ, այդ նպատակով մենք վերադարձանք Հայաստան, որ Ազատ Բաշի պետք է լինեի ես էլի։ Այո։ Այն եղբորս որ ռեստորանում ես աշխատել եմ, իրան դե հոպար եմ ես ասում, իմ հայրիկի ընկերն է։ Ես տանը փոքրիկ ստուդիա ունեի այդ ընթացքում, cover-ները դե կատարում էին, ձայնագրում էի, կոմենտում, ոնց որ ինքը էջը սկսեց լավ ակտիվանալ, որ ես 2018 թվականին եկա Հայաստան, Instagram-յան էջս էլի, ակտիվացավ ինքը, այդ ժամանակ լայվեր է անում, թե cover-ներ տարբեր ու Արտուր Սարգսյան ինքը էլի բառերի հեղինակ է, ոնց որ Despacito երգի հայերեն տարբերակներ գրել,
ասեց բան եկավ ինքը Երևանից մի դես հոկտեմբերյան մի խոսքով ինքը եկավ Երևանից էդի ձայնագրվեցի այդ երգը Despacito-ն հայկական տարբերակը ձայնագրվեցի միջև այդ Despacito-ն դե հիթ էր էլի 2018 թվականին այո ճիշտ է այնտեղ դաժե Պակարաբաղսկի երկել էին էլի այդ իրանց ակցենտով երկել են ոնց որ ես էլ հանեցի բանով հայկական տարբերակը մենք հանեցինք արդեն US Army-ով ցույց են տվել արաբերեն ոնց են ասում դե այդ բանով էլի ակցենտով Պակարաբաղսկի sense ասեմ չեմ կարող հայերեն ասել էդի մի խոսքով այդ երգը որ ձայնագրվեցի տեղադրեցի Instagram-ը էջս շատ լավ էր աշխատում սաղ public-ներում տարածվել էր ու ես հաջորդ օրը զարթնել եմ տերում US Army-ով բարի լույս հայեր չգիտեմ ինչ է ցույց են տվել այդ տարբերակը սա ուղարկում են այս կոմենկով ասում ես ոնց sense այս կոմենկով էլ է Despacito Էդի ոնց որ փոքրիկ ինչ որ հաջողություններ ինձ տվեց այդ Despacito երգը էլի որ հայերեն թարգմանել էի այո ու որոշեցի որ շարունակեմ եւ այդ ժամանակահատվածում որոշեցի մի գնա երգը դեպքա պոպուլարնի մի գնա սպիտակցի հայկորեն սուպերսակվենս երգը Արտակ Արամյանի գրած ինքը հիթային էր սաղ տեղերում տարածված էր մի խոսքով էս կոմենկով մտածեցի մեշապ անել այսինքն մեշապը այնա որ տարբեր երգերս մի հատ ինչ-որ մինուսովկի վրա երգում Շեփովյու երգի վրա մի խոսքով տունը նստած էի որոշեցի որ ձայնագրեմ այդ մի քանի հայտնի երգեր մի գնա սիրուն կուկու եւ Նազանի երգը այո ձայնագրեցի մի խոսքով տեղադրեցի ինտերնետ ոնց որ գիշերվա ավելի ճիշտ միջև այդ Ստեյսի ջան միջև Instagram-ը տեղադրեք գմփած ինքը Instagram-ը որ ասում են գմփած սաղ տեղերը տարածված էր այս կոմենկոն մի հատ DJ կար ինձ ասեց քել պոլի վերսիան ինձ ուղարկի ես տեղադրեմ image DJ Roland-ը ասեց ուղարկի image ես դա YouTube-ով դες չէի զբաղվում вообще հետևող չունեի ուղարկեցի ինքը հավաքեցի ինքը իր այջ գցեց ես էլ ոնց որ այդ օրիգինալ վերսիայով ես գցեցի image որ вообще ակնկալիքներ չունեի էլի իրանից բայց գցեցի հաջորդ օրը զարթնել եմ 3-4000 դիտում են YouTube-ից էջը այտենց աճած մի խոսքով այդ cover երգը մի հատ մեծ հաջողություն տվեց ինձ ու ճանաչում ու որ սկսեցին ինձ ճանաչել ու այդ դարձավ պատճառը որ ես մնամ Հայաստանում Պատճառ դառավ որ ես մնամ Հայաստանում ու շարունակեմ արդեն պրոֆեսիոնալ ձևով անպայման ու այդ cover երգը դառավ իմ որի ճանաչեցին sense ասած ու արդեն դրանից հետո Ստեյսի ջան որոշեցի խորանալ հեղինակային երգերի մեջ որտեղ cover-ը այդքան էդի պարզ բան է երբ որ մարդը cover անում այսինքն դու սիրված երգն ես ոնց որ վեկալում օգտագործում ես ինքը արդեն սիրվել է այդ երգը հիթ է դու կարաս դրանով ինչ որ տալչոկ տաս sense ասած քո կարիերայի մեջ այն ժամանակ շատ քիչ էին cover-ներ անողները բայց այն ժամանակ կարում էր տալչոկ տալ այդ cover-ով որ հիմա ինչքան են օրինակ Լուսակի Արամ Ասատրյանի երգերը վեկալում են cover-ն այո անում թե տարբեր կապ չունի վեկալում են իրաց ձևով անում են աշխատում է այդ պրոյեկտը գնում են առաջ Էդից բեսամ տալչոկ տվեց, շատ լավ տալչոկ տվեց ու դրանից հետո ես մտածեցի, որ ճիշտը հեղինակայինն է ու արդեն խորացա հեղինակայինի մեջ իդեպ հեղինակայինի առաջին աշխատանքը եղել է իմ սրտի միակը դու ես երգը, որի համար անչափ շնորհակալ եմ իմ հոր մտերիմ ընկերոջը մի քիչ առաջ ասում էի ձեզ իմ հոր եղբայրը Կարող եք դարձյալ երգին խորակիրը հիշել Ինչը Երկին վերնակիրը դարձյալ կարող եք հիշել ձեր առաջին անձնական Իմ սրտի միակը դու ես իմ առաջին հեղինակային երգն է որը որ ֆինանսավորով թե տեսահոլովակային թե բանի բոլոր առումներով արել է իմ հոր եղբայրը այսինքն հորս մտերիմ ընկերոջում ում ռեստորանում որ ես աշխատել եմ Ճակատագիր թե հանդիպում պատահակա Սեր հյուսվեց իմ սրտում հավերժակա Երազներ Ռադիո լսողներ եւ ագնտիրներ շատ լավ լսեցեք ցայնի որակը երաժշտությունը բարերը բարբերությունը լսենք Ոչ կյանքը իմ դու ես
իմ սրտի միակը դու ես իմ հոգու գարունը դու ես աննման ես իմ աշխարհի մարև դու իմ կես վերջապես ես քեզ գտել եմ սիրելով քեզ ես փոխվել եմ երջանիկ եմ որ սիրում եմ քեզ Սինչերկ, աղասիչան այս ինչերկ Միչայլոց վիդի ողջունեմ բոլոր ունգընչիրներուն և ագընչիրներուն կդեսնեք հստակորեն WhatsApp-ի թիվն մի զանգեք մինչև ես ձեզ եսեմ թե պատրաստենք մի անկրեցեք հաջիկ ռադիոստարզի WhatsApp-ին թե ես կուզեմ զանգել մեկ առ մեկ ձեր անունները դեսնելով մենք դարձյալ ձեզի կզանգենք որպեսզի ժամանակ մդրամատրեմ WhatsApp-ի զանգողներում միայն ապա նամակները շատ են եղամ հարյուրավոր Պիտի փորձեմ մի քանիները ընտրել, գարթալ եւ հյուրս ալանագնալ պատրաստած է, ցեզի պիտի երկե գենտանի գերվով։ Դու ես իմ սրտի միակը դու ես իմ հոգու գարունը դու ես աննման ես իմ աշխարհի մարև դու իմ կես վերջապես ես քեզ գտել եմ Սիրելով քեզ ես փոխվել եմ երջանիկ եմ որ սիրում եմ քեզ Քո լույս աչքերը ինձ գտան դու սերձուլվեց իմ սրտին Այս զգացմունքը ակրկեն հասում է իմ հոգին Արևից էլ առավել բայլիր դու իմ կողքին Որ ինձ սերնամ վեր սրտի քո ջերմացնի Դու ես իմ սրտի միակը դու ես իմ հոգու գարունը դու ես աննման ես իմ աշխարհի մարև դու իմ կես վերջապես ես քեզ գտել եմ սիրելով քեզ ես փոխվել եմ Երջանիկ եմ, որ սիրում եմ քեզ Երջանիկ եմ, որ սիրում եմ քեզ Մենգալ մեր հյուրին շատ ենք սիրում, շատ գեղեցիկ երգ մնե, իմ սրտի միակը դու ես, երկի պարերը և երաժշտությունը Գևորգյանի Գևորգյանն Այո, իսկ ձեր երգերը Գործիքավորն Գևորգ Հովանեսյանը, իմ տաղանդավոր ընկերները Այո նույնպես ողջունում եմ իրանց, շնորհակալ եմ իմ առաջին հերինական երգը Ես նշմարել եմ YouTube-ում, ձեր YouTube ալիքում, թե ձեր երգերը հիմնականում գրել է Գևորգ Գևորգյանը Ինչու գրեթե հիմնականում ինք գրել է ձեր երգերը մեծամասնությամբ այդպես նշմարել եմ ես արդյոք բարեկամական ձևով կամ վարժվել եք կամ ինք ձեր լավ ցայնը ճանաչում է ձեր անձը լավ ճանաչում է այդպեսով գրում է երգերը Քանի որ ասեցի հոր եղբայրս ֆինանսավորել թե առաջի երգը թե իմ Կարոնի երգը ասենց ասած իմ սրտիկ երգը որ ունի 30 միլիոն դիտում Գևորգի բարեկամի ընկերներ ինքը, այսինքն իր հոր եղբայրի ընկերներ, դրա համար ոնց որ մենք ծանոթացանք իրար հետ, ու ավելի ընկերացանք, բոլոր հիմնական սկզբային երգերը սա Գևորգն է գրել։ Եվ բարեկամությունը տարբեր մարդկանց հետ եմ ես համագործակցում, երգեր կան նաև որ ես եմ գրում, նա երաժշտությունը ես եմ գրում, բառերը ընկերուհիս է գրում, ես ընկերուհել ունեմ բաներ կա, որ օրինակ ընկերոջս հետ ենք անում, որը նեսած մի քիչ հետո ես կծանոթացնեմ ձեր հետ։ Այո, որովհետև նշմարած եմ, թե ես YouTube ալիքում շատ մի երկեր ձեր ստեղծագործությունն է բարեր կամ երաժշտություն, քիչ հետ որ դուք պիտի պատրաստվիք ստուդիոյում, մենք պիտի լսենք ձեր ստեղծագործությունները մի երգ, իմիջիայլոց դուք կպատրաստվիք, ապա կտեսնեն բոլորը։ Աղասի Մնացակյան երգը, որ լսեցինք, 2018 թվականից գրված է YouTube ալիքում ձեր։ Այսօր 2025, այսինքն 7 տարիներ յետք, երբ լսում եք սույն երգը, քոհեք թե ինչպես էիք երգում, կամ գրնայիք բարելավել։ Ստեյսի ջան, միշտ պետք է աշխատել։ Ես տենց եմ մտածում, որ
ցանկացած օրինակ հիմա եթե ես երկ անեմ, կարող է 20 օր հետո ես ինչ-որ մի հատ թերություն գտնեմ։ Եթե այն մարդը իր երկածի մեջ թեկուզ մի ամիս հետո, թեկուզ մի օր հետո թերություն չի գտնում, ուրեմն իմ կարծիքով չի կարա ինքը երաժիշտ լինի, որտեվ միշտ են այդ թերությունները, ոչ թե թերություն է ինքը, այլ որ կուզենար ավելի ինչ-որ կատարելագործեիր կամ չգիտեմ սենց երգեր, նես երգեր։ Շատ երգեր լինում են, որ օրինակ երգել եմ, հիմա լսում եմ, ասում եմ, վայ կարա այստեղ օրինակ սենց չերգեի, սենց երգեի։ Թեկուզ նույնը գործիքավորողների մոտ է լինում, օրինակ հիմա որ գործիքավորում էր արել Գևորգ Հովհաննիսյանը, իմ ընկերը, շատ գործեր կա, որ հին գնում ենք իր ստուդիա, որ լինում ենք, դնում ենք լսում ենք ասում Գևը հիմա ոնց է, ասում ախպեր, օրինակ սենց կփոխեի, օրինակ միքսի մեջ ես կփոխեի, այսինքն երաժիշտը միշտ սովորելու տեղ ունի, ես տենց եմ մտածում, որ միշտ պետքա սովորես, ինչքան որ ուզում ասնի։ Իսկ եթե ովևէ մի երգ լսեք կամ ձեր ստեղծագործություններ են գխոսիմ, դուք ցեզ քննադատում եք։ Գնահատել։ Քննադատում սխալ մներ կքննադատեք ձեր անձը, որովհետեւ ավելի լավը հաջորդին ներկայացեք, քննադատում եք ձեր անձը։ Միանշանակ, շատ բաներ կա, ես շատ իմ մարտեսականները շատ անալիտիկ եմ ես, ես բոլոր ամեն ինչին հետևում եմ, այսինքն տեսահոլովակից սկսած, թե սցենարայինով, թե միքսայինով, թե երաժշտությամբ, օրինակ որ տեսահոլովակը իմ ընկերը Ծատինյան Վազգենը որ նկարում է կամ տարբեր մնացածը նկարում են, ես շատ այդպես քթիմազեմ, որ պետքա օրինակ էսի սենց լինի, այն լինի, բաներ կա որ նայում եմ, զանգում եմ, չէ սենց չի, նես չի, պետք է փոխվի, էս պետք է արվի, բնականաբար պետքա բանանես քննադատես, այսինքն։ Այո, երբ կքննադատենք մեր անձը, կգրնանք ավելի լավը ներկայացնել հաջորդին եւ կքննադատենք իդ մեր անձը։ Միանշանակ։ Աղասի Բնացակյան, ինչ խորհուրդներ կուտակ ձեր անձին։ Որ չկոտրվել, միշտ առաջ գնալ, հասնել նպատակներին, ինչը որ ես մի քիչ sense հայերեն ձևով եմ ասում ավելի տենց վիզ դնել, գնալ առաջ։ Գխոսինք հաղթահարել։ Ներողություն գխոսինք Աղասի Մնացակյան ոչ երկիչը, խորհուրդներ գուտա երկիչ Աղասի Մնացակյանին, այդեր հարցումից հետևանքը։ Մարդ տեսակը, օրինակ հիմա ես ուզեմ որ օրինակ մարդ տեսակ, ուզեմ որ մարդ տեսակը չկորցնի, ցանկացած երկիչ մնա ոնց որ կա, դե բնականաբար տարիներից երբ որ մարդ ավելի կայանում է, արդեն շուրջօրյա շատ են, չէ, հավաքվում մարդիկ ուզում են ավելի ընկերանան, ավելի տես ոնց որ կապեր են ստեղծում, չգիտեմ, էս էնա, կարող է անես լինի, օրինակ հիմա չգիտեմ, որ անձը մնա ոնց որ կա, տենց ինքը մնա, մարդը փոխվի։ Ամենակարևոր բանը էդ է, իսկ եթե մարդը սկսեց իրան գոռոզ պահել, բան արդեն էդի չի դառնում, էլի։ Տշպախտապար շատեր այդպես են, երբ ճանաչվել են, երբ լավ անուն ունեն, լավ երգիչ են, տշպախտապար այդ եսասերությունը կունենան կամ անդեսելու բնավորությունը կունենան հանկարծ եւ կարծեմ թե այդպիսի անձեր կարող չեն շարունակել երկարվեստի ճանապարհը, որովհետեւ ժողովուրդը պիտի չհարկե, եթե այդպես վարվին։ Միանշանակ էդի տենց է, դե ես քիչ առաջ էլ ասացի, որ երբ որ մարդ ավելի պոպուլյարն է դառնում, սկսում են շուրջօրյա ավելի շատ պտտվել, շատ անունել են հանում, ես sense ասեմ, ստեսի ջան, մարդկա գոռոզը չի, այսինքն գոռոզ չի ինքը այդ մարդը, օրինակ կարող է, օրինակ լինում է, որ ես տրամադրություն չունեմ, կարող ասեք մեկը գա բարևի, sense սառը ձև ասեն բարև, օրինակ, չէ։ Այո։ Ասում ես բարև, այսինքն ինքը էդի վերաբերյալ նայի աղասը գոռոզացել է, օրինակ։ Համամիտ եմ։ Այսինքն դեպքեր են լինում։ Մեղադրելու չի արտիստին, արտիստը կարա հոգնած լինի, արտիստը կարա, չգիտեմ, տրամադրություն չունենա, դու դե պատկերացնում եք թե միջոցառումներ, թե հարսանիքներ, սա ժամանակ դու մարդկանց ես տենում հազարավոր հարսանիքներ է, այս այնա, ոնց որ օրինակ այնքան մարդ եմ ճանաչում, բայց տենում եմ այդ մարդը, ասում եմ բարև ախպեր, ես ուզում եմ հիշեմ որտեղ եմ տեսել, բայց չես կարող, որովհետև գործի բնույթը այն է, որ շատ մարդկանց հետ է շփվում, ու այդ մարդիկ կարան ամեն մեկը իր կարծիքը կազմի։ Հիմա բնականաբար իմ հետևից էլ կարան ասեն գոռոզ է օրինակ։ Ես չեմ բացառում այդ, որովհետև ամեն մարդ
մի ձև այդի պատկերացնում այդ գոռոզելները։ Այո, համամիտ եմ ճիշտ է 100% շիտակ է։ Նախքան մենք ցեզմել լսել նայենք ինչ պատրաստացեք ստուդիոյում գտնվի ձեր մոտ Արամ Ագանունը հաճիկ։ Արամ Սարգսյան, իմ տաղանդավորները, իմ երաժշտապրոդյուսերը, keyboard նվագող նույն ժամանակ քիչ այդ պիտենգերակցի ցեզի բայց ես կարտամ գարկման նամակներ իմիջայլոց նամակներ ալգա WhatsApp-ի վրա քիչ այդ կգզանքենք ցեզի դուք մի անկրեցեք հաջիկ ես Ստեյսին եմ գուզեմ զանգել ես Մարալն եմ ես Անին եմ եւ այլն ուրեմն սկանչելի կատարում է ծեր երկերը Սիլվա Գյուվլեկյան Թաշչյանը գսե բրավո ասի մնացականյան վացկերնիտ կատար հրաշալի ցևով գերքե what an amazing song and voice այսինչ հրաշալի երգ է եւ ցայն է այն որ լսեցինք քիչ առաջ հիանալի բարեր հրաշալի ցայն եւ հիանալի երաժշտություն բանաստեղծուհի Ալին Բեկարյան Լիբանանում շատ ըսկացումով գերքեք աղասի Մնացակյան Կաչալերանքի խոսքեր եւ զապահարական խոսքեր շատ կան բարի եկած է աղասի Մնացակյան Շնորհակալություն Ստեյսի հյուրընկալելու համար խնդրեմ բարդականությունս է աղասի Մնացակյան բարի եկացեք շատ ուրախ ենք ավելի լավ ծանոթանալու համար Ստեյսի շնորհակալ ենք մեզի լավ ծանոթացնելու համար անշուշտ վարսկերնիտ կադար հրաշալի ցևով գերքեք Արդյոք կյանքի ինգեր ունեք Այսինչ գեղեցիկ արցում կյանքի ինգեր ունեք Իհարկե ես քիչ առաջ ասացի իմ կյանքի ինգերը միշտ իմ կողքին է իմ բառերի իմ երգերի բառերի հեղինակն է ես շատ սիրում եմ իրան եւ շատ շուտով մենք կամստանանք Ահա Վասիկ Մարալ պատասխանը շատ շուտով պիտի ամուսնանան լավ լուր է եւ մենք առաջինը պիտի լանք հաղորդելով Քեղեցիկ լուրը այդպես է Ուրեմն Ֆրանսայից միացած են Թալինը քրացի աղասի Մնացականյան հաջողություն ցեզ հարադե վերել կանաչ ճանապարհցեսի ինչպես նաև բրավո պարապանում եք ծնողներիդ ապրես աղասի նրանք քեզնով թող հպարտանան որ շնորհալի որդի ունեն բանաստեղծուհի Հասմիկ Գրիգորյան Գյումրիից Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Շատ գեղեցիկ ձևով մեր բանաստեղծուհին երգեր գրե, գեղեցիկ դողեր դարեր գշարատրե, եթե կուզեք կրնակ ծանոթանալ, ցեզի մի երգ կրնա ինչ։ Ես լսեցի միջև լայվ միանալը, շատ տաղանդավոր է, այսպես ողջունում եմ։ Այո։ Մաղթում եմ կարիերայի ռոստ։ Ուրեմն Ավստրալիայում շատ առավոտ արթնցել են եւ քրեն հոյակապ կատարում անգերց բարեր ցերլեզվին թալար աղասի Մնացակյան ունինք դարձյալ շատ հաճելի է ծանոթանալ բազմագողմանի ցիրկերով օժդված դաղանտավոր երկիչ աղասի Մնացակյանին հարադեվ հաջողություն կմաղթեմ այս մեկը իմ հորակրոջս կրությունն է քնարիկ Ավետիքյան Չարակյան Ողջունում, մերսի շատ։ Արևահատը կրածե ճան Ստեյսի, բրավո քեզ, զանոթացնում ես Հայաստանի սկսնակ երգիչներին համայն հայությանը, մեծ սիրով Հայաստանի երգիչը, Ամերիկայի երգիչը, Լիբանանի երգիչը, Սուրիա երգիչը բոլորը հայ են, այդպես որ ես սիրահոժար բոլորին գհյուրընկալ եմ, որպեսզի մեր հայ տաղանդավոր երգիչները Ալավելի լավ ծանոթացնեն ինձ ինքերնին ցեզի, որ դուք շատ բաներ չէիք իմանում։ Ուրեմն շատ գեղեցիկ երգ է եւ շատ գեղեցիկ ցայն ունեք աղասի Մնացակյան։ Ես էլ հետևում եմ աղասուն հուդուփում Արևահատ Մուզախանյանն է գրողը, ապա Կանադայում ունենք նամակը շողի գրած է, վարկյամը շատ արագ կդառնան Ուրեմն շնորհակալություն կհայտնեն ինձի Անուշի Ստեյսի շնորհակալ ենք մեր տաղանդավոր երգիչ աղասի Մնացակյանին հյուրընկալելու համար բնավ շնորհակալություն հայտնելու պետք չունի ինչպես տեսի իմ բարդականությունս է այո գսե բանաստեղծուհի Հասմիկ Գրիգորյանը ճիշտ է միշտ 5 կատարում մեջ կգտնես թերություն քանի որ ժամանակի ընթացքում մարդն ավելի գգադարալակորձվի Նշանակ Վերջին նամակը գներեք եթե շատ են հարկելիներ արիտ գունենակ դուք սայնով արդահայտվելու WhatsApp-ը գրելով ուրեմն Վերջին նամակը ոչ միայն ցայնով, այլ դեսկով շատ սիրուն է աղասի
Մնացակյանն իրեն հաջողություն եւ շնորհավորում ենք։ Ուրեմն Շնորհակալություն։ Արևահատ վնաս չունի, արդեն մենք ես չի դագարտացի ինքը Մնացականյան հիմա շեշտեց թե հավանաբար դարբեր քրածեր մականոնը։ Ուրեմն դուք կպատրաստած եք քեղեցիկ երգ ստուդիոյում եք հիմա, պիտի քեղեցիկ երգ մհրամցնեք, որ մեկ երգն է արդյոք իմիջայլոց մենք մինչև պատրաստվիկ դարբեր նկար կտեսնենք եւ իմ թերից երստեղծագործությունները մին այդ երգը գլսենք։ Իսկ որ մեկ երգը պիտի մեկնաբանեք։ Ես կկատարեմ իմ հեղինակային երգը, դու գիտես երգը։ Հրաշալի։ Դաշնամուրային տարբերակով։ Այո։ Դրանից հետո կուզեմ կատարեմ դու նորից երգը։ Հին երգայինքը այդ երկու երգն եմ ուզում կատարել։ Նախ հիմա առաջինը կամ միասին երկու հատ պիտի երգեք։ Ոնց ասեք, կարող ենք միասին իրար այդ երգը։ Նախ լսենք մեկ հատը, ապա շարունակենք նամակները հերացայինը եւ մեր հարցազրույցը։ Իմիջայլոց ինչպես թե ասեցի, լսենք իմպերի երգը, որովհետեւ դուք ձեր ժամանակը առնեք։ Ամեն օր նրան եմ ես հիշում Висипя моя родная, больше не смогу Ты пойми, что сердце тает, я богиню люблю Будешь ты богиней счастья сердца моего Ты фея моя из сказки, для тебя живу Висипя моя родная, больше Մեր երիտասարդները ուրախ են եւ կնգարվին։ Արդեն ժողովուրդ չանգդեսնեք միասնապար Իմիջայլոց մենք կլսեն իմպերի երգը Երաժշտական ստեղծագործությունը կպատկանի աղասի Մնացականյանի Ցայնակրվել է եւ YouTube դեղատրվել է հուլիս 17 2020 թվականին Որքան լսենք բավարար պիտի չի լինի, բայց մենք արիթ պիտի դանք, որովհետեւ լսենք իրենց ամենչապես ուղիղ եթերով եւ կենտանի կերպով։ Հրամեցեք մենք պատրաստենք։ Իմ սրտի զարկերը դու ես, իմ հոգու կրակը դու ես, կյանքիս կես, ես սիրում եմ քեզ, քո մասին են իմ երգերը, սրտիս փոքված իմ խոսքերը, պատմում են, որ սիրում եմ քեզ, ես գալու եմ քեզ կողանամ, ես են սիրում բաց դիմանամ առանց քեզ, մի վարկյանում քեզ, մի վարկյանում ես հասկացա, քեզ վարկյանում կողքից տեսա, դու գիտես, թե ինչ կա մտքիս, ուզում եմ, որ լինես կողքից, լույս աղջիկ, Քեզանով եմ երջանի, չէ չկա քեզանից սիրում, աշխարհում ամենասիրում, լույս աղջիկն ես դու, սրտիս տերն ես դու Stacy ջան Այո, հրաշալի ծևով մեկնաբանեցիք, մենք իմիջայլոց անշուշտ պիտի սպասենք մինչև դարձյալ նկարը լավ տեսնենք, որպեսզի շարունակենք մեր հարցազրույցը հարգելիներ, լսեցինք գեղեցիկ ստեղծագործություններով, գեղեցիկ ցայնով, կողդրիկ ցայնով, աղասի Մնացակյանի մեկնաբանությամբ հրաշալի մի երգ։ Ուրեմն մենք պատրաստ ենք դարձյալ պիտի վերադառնանք Աղասի Մնացակյան եւ մեզի պիտի տեսնեն։ Երեք երգում եք վերադարձանք։ Սիրելիներ, ուրեմն վարգյամը, որովհետեւ նկարը այդքան ես երբ վստահ չեմ ուզեր ցույց տալ։ Եղավ սիրելիներ, կտեսնեն մեզի ուրեմն լավ է։ Այդքան գեղեցիկ ծևով երգեցիք, շնորհակալություն ծեր վարձկագետար, ինչպես նաեւ Արամ ջան ծեր վարձկագետար, շատ գեղեցիկ ծևով է որ մեկնաբանեցիք դուք ինքնալ նվագեց անշուշտ։ Մերսի ասում Արամին ընկեր։
Արդեն դեսան իր ժպիտնալ դեսան եւ ժողովուրդը հետևեցան ուրեմն պիտի շարունակենք մեր այսօրվա հարցազրույցը գիտեմ թե դուք երբում եք հարսնիկների գնունքի ծնունդի խնճուկների այլ տարբեր արիտներով աղասի մնացականյանը երբ պատրաստ է լինելու համերգային ծրագիրների Ստեշի ջան մենահամերգ ես ուզում եմ պրոֆեսիոնալ ձևի որ լինի դրա համար ոնց որ սպասում եմ դեռ որ հասունանա այդ պահը այդ պահը հասունանա որ արդեն ես ուզում եմ ամեն ինչը կատարյալ իդեալական լինի դրա համար դեռ չեմ որոշել համերգ կոնկրետ երբ լինելու իմ կարծիքով երևի այս տարի կլինի իմ առաջին մենահամերգը, որովհետև Արամի հետ ինքը իմ համերգային պրոդյուսերն է, իմ երաժշտական պրոդյուսերն է, իրար հետ մենք արդեն ունեցել ենք փոքրիկ համերգային, ոչ թե մենահամերգ, այլ ուժուր համերգային համերգներ, վերջերս մարտի 8-ի հետ կապված մի խոսքով ունեցել ենք, բայց ուզում եմ մենահամերգը կոնկրետ պետք է շատ սիրուն գծագրենք, որ մարդիկ էլ որ ինձ շատ հետաքրքիր լինի, ինձ պրոստը երգել չէ, այսինքն լայվ բենդով ամեն ինչը կազմակերպված որ լինի։ Դրա համար դեռ սպասում եմ։ Մի ժամանակ կուզե, որովհետեւ ամեն բան պրոֆեսիոնալ ձևով պատրաստվի եւ երկացանգը բավական լնա մանավանդ անձնական երգերու։ Միանշանակ, դե անձնական արդեն կա, բայց մի քանիսն էլ դեռ պետքա դուրս գա, շուտով էլի նոր երգեր են դուրս գալու։ Հիմա քույրիկ երգն է որ մենք կվայելենք շատ գեղեցիկ երգ մնե ես ամենջապես երբ երգը պրեմիերա էր YouTube-ում ամենջապես լինքը ուղարկեցի իմ քույրերուս այնքան ուրախ էին թե իրենց այդպիսի գեղեցիկ երգ մնվակեցի եւ ասին թե անդադար իրենց դամ մեջ արդեն այդ երգը գլսեն շնորհակալություն այդ գեղեցիկ երգին համար որու ստեղծագործությունն է քույրս երգը Երաժշտությունը գրել է իմ ընկերը Գևորգ Հովհաննիսյանը, իսկ բառերը գրել է Սյուզաննա Ավդալյանը, այսինքն Սյու Ավդալյանը։ Այո։ Այսինքն բառերը նույնպես Սյուզին ողջունում եմ, վայելենք կատարումը, եթե հիմա տնում եք։ Իմ մանկության մաքուր հեքիաթը կողքիդ է անցել Ձեռքդ բռնած հազարու մի փորձություն ենք անցել Հիմա ջերմակ շորով դու հարսիկ ես դարձել Ձեռքդ բռնած սիրտդ այսօր քո կեսին եմ հանձնել Ինչ սիրուն ես ինձ հիմա ժպտում Արցունքները քո թաքուն սրբում Գնում ես հիմա մեր տնից նոր տուն Բայց միշտ եղուն ես քո եղբոր սրտում Ինչ սիրուն ես դու հիմա ժպտում Արցունքները քո թաքուն սրբում Գնում ես քույրս մեր տնից նոր տուն Բայց միշտ եղուն ես քո եղբոր սրտում Արի հիմա գրկեմ ասեմ քույրս բարով գնաս Երգը լսենք ամբողջովին թաթար մարած կլանք, ապա պիտի խոսենք սույն երգին մասին դեղեցությամբ։ Ամուր բռնելու հանձնում եմ նրան Ով իր կամքով քեզ նվիրել է իր սերն անսահման Գնաս բարով, գնաս ու նոր տունդ սիրով լցնես Դու լավ գիտես, կողքիդ կանգնած են սարի պես միշտ ես Ինչ սիրուն ես ինձ հիմա ժպտում Արցունքները քո թաքուն սրբում Գնում ես հիմա մեր տնից նոր տուն Բայց միշտ եղուն ես քո եղբոր սրտում Ինչ սիրուն ես դու հիմա ժպտում Արցունքները քո թաքուն սրբում Գնում ես քույրս մեր տնից նոր տուն Բայց միշտ եղուն ես քո եղբոր սրտում Արի հիմա գրկեմ ասեմ քույրս բարով գնաս
Բայց միշտ եղուն ես քո եղբոր սրտում Ինչ սիրուն ես դու հիմա շպտում Արցուկները քո թակում սրբում Գնում ես քույրս մեր տնից նոր տուն Բայց միշտ եղուն ես քո եղբոր սրտում Արի հիմա գրկեմ ասեմ քույրս բարով գնաս Շատ վստահ եմ, ձեր երկույրը շատ ուրախ է, եղբայր այսպես գեղեցիկ երգելու համար։ Ես հիմա պիտի նախընտրեմ իմ ալ եղբայրս լինեք, որովհետեւ այսպես գեղեցիկ երգեք։ Անվանման մի հատ Գեղեցիկ երգմն է, երբ արձանագրեցիք, ուր, վայրը, ինչպես որոշեցիք երգը, Արդյոք միան ձեր քրոջ համար պատրաստվել էր սույն երգը կամ կարգ մտեղեկություններ հաջիկ հաղորդեցեք մեզի։ Սենց եղավ, մեկը զանգեց, միջոցառում էր ասում, մի հատ տղա էր զանգել, ասում էր քրոջ մասին երգ դուք ունեք Ավազ ջան, բան ոնց որ քրոջս քույրիկիս հարսանիքն է, ուզում եմ անակնկալ անեմ, բայց ամենակարևոր բանը այն է, որ ոնց որ քույրիկի մասին լինի երգը, էլի, կապ չունի որ երգը, ինչ բան Ոնց որ դրանից առաջ, մի քանի օր առաջ, ընկերոջի ստուդիայում է Գևորգի Հովանիսյան, ինձ անակնկալ արեց այդ երգը նվեր տվեց առանց բառերի, ասեց այս երաժշտությունը մի խոսքով քեզ նվեր եմ տալի, արանժիրովկա բան սա ամեն ինչը ես կանեմ, ես քեզ նվեր իմ կողմից։ Ես էլ ուրախացել եմ, դե մտածում եմ ինչ պետք է, ինչ երգ պետք է գրենք այդ երաժշտության տակ, ի սկզբանե ինքը քրոջ մասին չէր, ինքը սիրային երգ էր։ Ինքը սիրային երգ էր, դրանից հետո որ արդեն Ոնց որ քանի օր անցավ զանգեցին ինձ ասեցին ոնց որ քրոջ մասին երգ ունես թե չունես դե ասում եմ ուրիշ երգ կերկեմ օրինակ Անուշիկ իմ քույրիկ երգը բայց մտածեցի այդ տղեն որ զանգեց ասեցի սենց մի հատ բան գա կարող է ես միջև այդ մի հատ երգ անեմ քրոջ մասին այդ տղեն ասեց ավելի լավ էլի ես էլ դա ասեցի քրոջ մասին էլ երգ չունեմ ոնց որ ավելի շատ իմանացել եմ կոմերցիոն գործերի այսինքն Պապայի, մամայի համար քրոջ մասին։ Մի խոսքով ասեցի լավ, մի հատ էլ թող քրոջ մասին լինի երգ։ Ու այդպես ծնվեց այդ երգը, բառերը Սյուզի Ավդալյանը գրեց, Սյու Ավդալյանը շատ սիրուն բառեր է ինքը, հարսանեկան է։ Իմ կարծիքով այս երգը դա արդեն միջև իր դուրս գալը շատ հարսանիքներ երգել եմ։ Այդ երգը քույր ու եղբայր շատ հուզիչ իրանք ու ես հասկացել եմ, որ ինքը կդառնա մի մասնիկ հարսանիքի, որ քույր ու եղբայրը կարող են վայելել այդ երգը, շատ հուզիչ տեսահոլովակ նկարել իմ տաղանդավոր ընկերը, Սատինյան Վազգենը, իրար հետ մտածել ենք շատ երգը շատ շուտ մի 4 ամիս առաջ պետք է դուրս գար, ուղղակի որ դեցեմբեր ոնց որ այդ պահը չէր կարա լիներ, էլի, մի քանի ամիս հետո որոշեցինք անել, տեսահոլովակը որ մի քիչ ավելի պայծառ լինի այդ ամեն ինչը Մի խոսքով տեսահոլովակն էլ նկարեցինք, հուզիչ մտածեցինք, սա արեցինք, իմ կարծիքով կդառնա մի մասնիկը բոլոր հարսանիքների ու արդեն շատ այդ երգով, օրինակ թեկուզ 3 առաջ օրը այդ երգը երգել եմ էլի քույր եղբայր բարեխին իրար հետ։ Այո, սիկտե հուզիչ է, բայց նույն ժամանակ շատ իմաստալից է, դեսահոլովակնալ երգնալ երաժշտությունը, ծեր մեկնաբանությունը այսօր շատ կաստ է երգիչիմը երգած ծևը ոճը, որովհետև դուք երգին ավելի քեղեցկություն տված եք ծեր հրաշալի կողդրիկ ցայնով եւ շնորհակալություն կհայտնեմ անցամ թե քրոջ համար երգած եք, ես ալարիթ ունեցա իմ քույրերուսնով իրել։ Շնորհակալություն։ Ունիմ երկուսանքեր առաջին բանաստեղծի Հասմիկ Գրիգորյան մեր Գյումրիցի բանաստեղծին թե ամեն երկուշաբթի հաղորդաշարից ինք կազմունք է եւ մեծ շնորհակալություն իրեմ եւ մոտորեն ինքնալ իմ հաղորդաշարի հյուրը պիտի լինե բարի երեկո Հասմիկ Գրիգորյան Բարի երեկո իչան քանի որ երեկո է Բարի եկել եք Հասմիկ Գրիգորյանը իմ հաղորդաշարից ահավասիկ աղասի Մնացակյանը գլսեց եզի հրամեցեք Ողջունում եմ ձեր շուրին աղասի Մնացականյան շատ ուրախ եմ ձեզ տեսնելով ռադիո Ստարզի Հայաստան հաղորդաշարում ասեմ շատ հաջողի տարիներ շատ շնորհալի դասարտ Մեր տեսին հաջալվում է բոլոր ձեզպես շնորհալի երիտասարդներին
Խնդրեմ։ Եվ մենք էլ միանում ենք ծիսին, մեծ հաջողություններ ենք մաղթում եւ հաջելի վայելել ձեր գիշկերը։ Հույսով ենք, որ կլինի շարունակական, նորից կհամենակ մեր հայացքեր հաղորդաշարին Ինչու՞ չէ։ եւ մենք իրոք կլսենք նորանոր ձեր ստեղծագործությունները։ Ձեզ մաղթում ենք բարի պահ, ձեր նպատակները Աստված ի կատարած է։ Շնորհակալ եմ անչափ, մերսի շատ Հասմիկ ջան, նույնն էլ ձեզ եմ ցանկանում, ձեր արվեստի մեջ միշտ առաջ գնաք, շատ գեղեցիկ եք ասմունքում, անչափ շնորհակալ եմ ձեզանից, բոլոր լավ խոսքերի համար, ամեն ինչը փոխադարձա, շնորհակալություն։ Շատ շնորհակալություն եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Տեսի Ավետիգյան Արաբյանին այսպիսի հաջողի հաղորդաշարի համար եւ օգտվելով առիթից ողջունում եմ ունկնդիրներին, ակնդիրներին եւ ուզում եմ որ Հայաստանում կանանց միջազգային տոնը միամսյակն է մինչեւ ապրիլի 7 գեղեցկության մայրության տոնը բոլորին շնորհավորում եմ իմ քույրիկներին մեր ունկնդիրներին, պոեզիասիրող իմ սիրելիներին ուզում եմ մաղթել նրանց հարատև գեղեցկություն, առողջություն, միշտ սիրված լինեն եւ ուրախ տոներ լինի կյանքի բոլոր օրերը։ Նրանց միացնում եմ հատկապես առանձնահատուկ Տեսի մայրիկին, Նելին եւ իմ մտերիմ ընկերուհիներին եւ ձեր հասնացուին հարգելի աղացի մնացականյա Ձեր հարցը շնորհավորում եմ բոլորի միամսյակը, թող միշտ լինի կանացի երջանկություն եմ մաղթում, միշտ առողջ լինեք թե ձեր ծանոթները, թե հարազատները, ընկերները, բարեկամ, մի խոսքով բոլորին ողջունում ու ես մաղթում եմ կանացի երջանկություն եւ առողջություն։ շնորհակալություն։ Շնորհակալություն աղացիչան եւ թող լինի խաղաղություն ամենուր։ Ամեն։ Բոլորը ապրեն երջանիկ, հաղթամերած, Ամեն։ խաղաղ երկնքի տակ։ Ամեն։ Աստված պահապան հայ ազգին։ Ամեն։ Ես ցանկանում եմ թե այսպես կորձակցիկ միասին ինչու՞ չէ, աղասին ասեց թե շատ հավանում է ծեր բանաստեղծությունը ծեր ասմունքը։ Հուսանք մոդորեն ես լամ առաջինը հաղորդել համար լավ լուրեր, որովհետև միշտ պատրաստ եմ մեր հայ ստեղծագործություններում մասին խոսիլ, բացատրելով եւ բոլորին հյուրընկալել։ Բանաստեղծի Հասմիկ Գրիգորյան մեր Գյումրիցի բանաստեղծուհին թե ես Գյումրիից այսպես մի դգարություն ունեմ, շատ սիրում եմ Գյումրին, բարի եկել եք եւ մոդորեն պիտի լսեն եւ պիտի դիտեն ցեզի անցամ, որովհետեւ դուք պիտի լակ հաղորդաշարի հյուրը։ Մեծ սիրով առստված։ Բարի եկել եք, շնորհակալություն եւ ցտեսություն։ Տեսություն։ Այո։ Շնորհակալություն Հասմիկ ջան, հաջողություն ձեզ։ Ձեզ նույնպես։ Շնորհակալություն։ Ցտեսություն։ Ուրեմն ունինգ ուրիշ հերացայմ եւս Սիլվա Քիլարբյան Բեյրութից։ Պիտի երթանք Հայաստանեն թեպի Լիբանան։ Սիլվա Քիլարբյանը պատրաստ է, բարի երեկո։ Բարի երեկո անուս քույրիկս։ Բարի երեկո։ Սիլվա Քիլարբյան միշտ կաչալերող, միշտ մասնակցող, միշտ գնահատող, ահավաստիկ աղասի մնացականյանը կլսեցեսի, եթե ովև եք սրդակին խոսքեր կամ հարցումներ ունիք փոխանցելիք, հրամեցեք։ Շնորհակալ եմ։ Բարի եկած ես աղասի։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ ցեզի ծանոթանալուց, տայնդ լսելու։ Դուք Շատ աղվոր երկիչ եք, սկացումով, երկերիտ պարերեն կիցակ ու ինչ լալըտ։
Շնորհակալություն։ Արդյոք երկի բարերը ցույց կուտա անցի բնավորությունը կամ ինչ սիրում է իր ցանկի աբրած ցևը կամ այդպիսի մի բան, որովհետև Սիլվան գասե թե ցեր երկելու ոչեն ինք արդեն ցեզ լավ ճանաչում է։ Կգարձեք այդպես է։ Ցեր երկած ոչի համեմատ է Մարդու բնութագրում է։ ինք կհարցնե ինք կգասե թե ցեր երկած ոչի ցևը արդեն իրեն ցանոթացուցած է թե դուք ինչպիսի անցեք արդյոք երկելու ոչը կամ ցևը այդ մեկը ցույց կտա թե ինչպիսի Կարող է լինել միանշանակ կարող է լինի այդպես բան ես համամիտ եմ ուրեմն շատ լավ հասկանում է Սիլվան ցեսի Արիր այո գլսե ասին հարցում ունիմ Հայաստան ապրում եք Հա Հայաստանում եմ ապրում Օ շատ լավ Հուսամ ես Հայաստան գիչնեմ գոր դեսնեմ ցեզի Օ ասինչ լավ 2010 թվականին վերջնականապես Աղասի Մնացականյանը դեղափոխված է Հայաստան Ja ուրախ կլամ եթե հոն հանդիպինք դեսնենք անցամ ցեզի Ահա Վասիկ երգրբակուները գուզեն Տալիս երբ որ մենա համերգ ունեցա ես ձեզ հրավիրելու եմ անպայման Ահա Ուրեմն Սիլվա պետք է սպասես ինչպես որբեսի Աղասի Մանացականյանը ինք որոշ է թվականը ապա ես կհաղորդեմ թվականը ցեզի եւ այդ թվականից կրնաս գտնվել Հայաստան Okay Օ շատ լավ Բոլորը մնում է ձերանից մենակ գաք Արդյոք ո՞վ է մեկ ավելցնելիք ունիս Սիլվա Աղասին Հաշողություն կմաղթեմ իրեն ես շատ ուրախ եմ իրեն ծանոթանալուց Նմանապես Սիլվա ջան ես եմ շնորհակալ Երկերդ YouTube-ում կգնանք լսել չէ Այո YouTube ալիքում YouTube ալիքում Աղասի Մնացականյան Okay շատ լավ Բացկտ կատարանուշի գս Շնորհակալություն ես շնորհակալություն գալ Շնորհակալություն շատ մերսի Եղավ Ցդեսություն Սիլվա bye bye Եղավ Վասիկ մենք լսենք երկմը որբեսի յետ կթարցիալ պատրաստվի Աղասի Մնացականյանը երկելու կենտանի գերբով լսենք Սիրտս կտոր արեցի Այս ինչ էր Քո սիրտը սայրեցի Հիմա դեղեցությունները կփոխանցեք Իմիջայլոց հաջիկ դուք պատրաստվեցեք Դիմանան սիրտս կտոր արեցի Դու ինձ գտար կյանքս փոխեցի Հիմարի ու ինը դարձի Որ աշխարում ինչ էլ պատահի Քամին սերը մեր չբաժանի Ես սիրեցի քո առաջկերը Քո սիրուն շպիտը ու սերը Արի գնանք բոլորից հեռու Սերը մեր աշխարից պահելու Ես սիրեցի քո առաջկերը Քո սիրուն շպիտը ու սերը Գելսենք գյանքս փոխեցիր երկը Ցայնակրված 2022 թվականին երաժշտությունը Գավաթկանի Աղասի Մնացականյանին իր ստեղծագործություններն մին Երկ ամբողջովին լսել է յետ միասնապար պիտի լսենք նոր պատրաստված երկը եւ վարձկերնիտ կադարդղակ Արամի ժպիտը կսպասեի Հայեր ջան միշտ պետք է ժպտանք Յանքը գվայել է մեզ Մենք հայերս պետք է միշտ ուրախ լինենք Լինի դառնա մեր սիրոտունը Ու թող հոգուս ամենանկյունը Լինի դառնա մեր սիրոտունը
Ահա Վասիկ ամբողջովին լսեցինք երգը, իսկ հիմա պատրաստ են որպեսի այո Այդ երկի գործիքավորումը հենց Արամ Սարգսյանն արը իմ ընկերուհին էլ բառերը գրել է։ Շատ լավ, ահա Վասիկ լսեցիք ժողովուրդ ջան։ Հիմա Արամի շփիտը ավելի լավ տեսանք։ Ուրեմն մենք կսպասենք ծեր մեկնաբանության հաջի կրամեցեք։ Դու նորից եկել ես ինչ անեմ Դու նորից կերել ես իմ հոգին Դու նորից եկել ես ինչ անեմ Դու նորից կերել ես իմ հոգին Դու խենթես, խենթաղջիկ մի լույս է, ես էլ քեզ, սիրել եմ խենթի պես, խենթես դու, խենթաղջիկ մի լույս է, ես էլ քեզ, սիրել եմ խենթի պես, քեզ եկար Շատ երկան եմ սպասել ու արտասվել ես Քեզ երկար շատ եմ սպասել արտասվել ես Խենթաղջիկ մի լույս է սիրել եմ խենթի Ստեյսի ջան Այո, հրաշալի շատ գեղեցիկ, շնորհակալություն պիտի հայտնեմ ձեր երկուքին, ահա Վասիկ պիտի պատրաստվի դարձյալ աղասի Մնացականյանը, որովհետեւ իդ շարունակենք վերջին մի քանի հարցումներով, այդքան գեղեցիկ հարցազրույց է, ահա Վասիկ կխոսենք 1 ժամ 25 րոպեից եւ բնավ չսկացինք թե իսկապես ժամանակը այսպես շատ արագ անցնում է եւ ուրեմն պատրաստ ենք մենք դարձյալ շարունակելու մի քիչ հավանաբար ինտերնետային հարց կա աղասի Մնացականյանի մոտ, բայց հիմա շատ ավելի լավ է։ Շարունակենք, ահա Վասիկ կտեսնեն մեզի ուրեմն որ մեկ երգը լսեցինք, որ ստեղծագործությունն է։ Դու նորից երկնա ինքը հին հայկական երգա տարբեր մարդիկ երգել են, ինքը ոնց որ ժողովրդական երգ է, էլի սենց ասած։ Այո, կապարոնիկ որ ստեղծագործությունն է արդյոք։ Ճիշտ ասած տարբեր մարդիկ են երգել իրան, կոնկրետ չկա, դաժե բառերը փոխածել են երգը սենց խառն են երգել, ինքը հին երգ է, որը շատ եմ հավանում այս երգը, շատ գեղեցիկ երգ է, չգիտեմ մի հատ հոգի հարազատ բան կա իր մեջ, որ շատ եմ հավանում այս երգը, կատարումն էլ մի քիչ իմ ձևով եմ երգում, ինքը մարդ տարբեր ձևի է երգում, տարբեր երգիչ, ես իրան սենց եմ պատկերացնում։ Այո, այդպես սկացի թե ավելի նշմարել եմ, նավարավանց երբ ձեր երգերը գլսեի YouTube-ալիքում, ընդհանրապես համթարթ երգեր է, որ շատ դուք ձայնակրել եք, արդյոք ձեր նախընտրությունը համթարթ երգերն է ոչ բարային։ Ստեյսի ջան, նայեք, հիմնականը երգիչները անում են ինչը որ ուզում է ժողովուրդը։ Ես այդ ձև շարժվում ավելի շատ ինձ պատկերացնում ռոմանսի մեջ, դե ուրախ երգեր բնականաբար կլինի, դինում էլ է դաժե,
որ ասեցի իմ սրտիկ երգը, որը ունի 30 միլիոն, ինքը մանկական երգ է, բայց ինքը ռիթմիկ երգ է։ Օրինակ համով արև երգը նույնպես ռիթմիկ երգ է, ինքը մանկական երգ է, բայց ավելի շատ ռոմանսի մեջ եմ ես ինձ ավելի sense ազատ զգում, չգիտեմ, ավելի ինքը մարդկանց կպնող է, իմ կարծիքով այդ երգերը ավելի դանդաղ է։ Ռիթմիկները պետք է պարտադիր լինի, որ մարդիկ քեֆ անեն, ուրախանան, կա ընթացքում կա երգեր, որ անեն, տեսալովակներ նկարեն, կլինի անպայման։ Այնինչ որ գբահանջվի, այդ մեկն է որ դուք պիտի ներկայացնեք, որովհետև դա բայց բացի դրանից էլ պահանջելուց է պետք է երկեսեն ինչ որ քեզ էլ ա գալի։ Դարբեր ճաշակի մարդիկ գսիրեն դարբեր ոճի երգեր, դուք իբր երգիչ բոլորին կողբահելու համար պետք է երգեք եւ գեղեցիկ երգերը ցայնակրեք։ Աղասի Մնացականյան 2015 2025 այսօր 10 տարիներ է որ երգեք։ Երգարվեստի ճանապարհը ինչ սովորեցրել է ձեզ 10 տարվա ընթացքում։ 10 տարվա ընթացքում սովորեցրել է որ պետք է միշտ գնաս առաջ, պետք է ելի եմ կրկնում միշտ կասեմ են բառերը չկոտրվես, պետք է երգեր գտնես, ոնց գնաս առաջ, չգիտեմ ինչ անես, թեկուզ քավերով, թեկուզ չգիտեմ, ինչ որ երգեր գնես, դու ինքդ զբաղվես քեզանով։ Օրինակ ես իմ կոնկրետ թե SMM-ը, թե սոցիալական ցանցերի սա այդ ակտիվությունը, թե YouTube-յան էջը, կարգավորումները սա ես եմ անում, որովհետև ես ուսումնասիրել եմ, ուսումնասիրել եմ այդ ամեն ինչը, ես այդ ձայնագրման ստուդիայի ունեմ նույնը դեմոները, ես գրում եմ երաժշտությունը, ամեն ինչը, այսինքն պետքա մարդը այդ ամեն ինչի մեջով անցնի։ Հիմա դե շատ երգիչներ կան, օրինակ չեն հասկանում, այսինքն այդ թե Instagram-յան ինչ-որ ռեկլամացիա բան, բայց այդ ամեն ինչը ստեսի ջան ուսումնասիրել եմ ու շատ լավ է որ ուսումնասիրում ես, դու ես հենց կոնկրետ լինում այն մարդը, ով որ ինքդ դու քեզ առաջ ես տանում։ Սովորաբար այն որ պետքա միշտ սովորես։ Անպայման։ Կյանքը արդեն մի դպրոց է, մենք սովորել ենք շատ բաներ կյանքի ընթացքում։ Ունիմ վերջին երկու հարցումները ցեզի, մենք սկիզբը խոսեցանք հարևանցի ցևով, թե դուք երաժշտական կորձիկներ նվագում եք, կարող ենք գիտնալ, որ մեկ կորձիկների մասին խոսենք, դաշնամուրեզատ։ Դաշնամուրից բացի, տիրապետում եմ, որ ասեմ պրոֆեսիոնալ չի ինքը, ես տիրապետում եմ սլուխայինով, այսինքն, գիթար եմ նվագում, դհոլ եմ նվագում, ու դե դաշնամուրը։ Եվ շատ լավ գդիրաբետեք, որովհետև դուք սովորել եք եւ նոտա է որ շատ լավ գիտեք, այսինքն ովևէ մեկ երգ հորինելու համար պետք է մեկը լավ երաժշտական գրթություն ունենա, որովհետեւ գարենա։ Իսկ այս ստեղծագործությունները, որ դուք կատարել եք լա երգի բար կամ երաժշտություն, երբ այդ ցիրկը մեջտեղ եկած է, երբ դուք գիտեք թե այդ ցիրկը ունիք ստեղծագործության։ Ես շատ հաճախակի լինում է, որ ստուդիայում որ լինում եմ, օրինակ կամ տանը, իմ ստուդիան հենց տան մեջ է, որ նվագել ու պահի տակ է գալի, մուսա, տենց դե ասված կա, չէ՞, մուսա, որ գալիս է արդեն ակորդները պահում ես, ես նոտայից չեմ, այսինքն ես նոտաները, ես միշտ այդ նոտաները բան չեմ, սխալ է, բնականաբար սխալ է, մարդ պետք է այդ նոտան, ճանաչում եմ նոտաները, բայց նոտա նվագող ուրիշ մարդ է, իսկ սլուխովը, չգիտեմ, պատկերացումով լրիվ ուրիշ մարդ, այսինքն որ նստում եմ, ես հիմա սլուխով եմ նվագում, այսինքն երաժշտություն եմ օրինակ հորինում, ու դες ի հայտի եկավ եմ, որ ես հասկացա ժողովուրդը ինչ է լսում, ինչ ոճային ինչ բան, արդեն պատահական է գալի, մուսա ասվածն է, էլի Ստեյսի ջան, որ գալիս է, արդեն դու սկսում ես շարունակել ստեղծագործել, ու իմ ընկերներին եմ ցույց տալի, ասեմ, սենց օրինակ բան, դիկտաֆոնը միանգամից վեկալում եմ, զաբիս եմ անում ու ցույց եմ տալի, հեն ոնց է, օրինակ տարբեր մարդկանց ուղարկում եմ, որ լսեն, իրոք արժի շարունակել այդ գործը անել դրա վրա, թե չէ։ Օրինակ, կյանքս փոխեցիր երգը, որ մի քիչ առաջ լսում էինք, կյանքս փոխեցիր երգը կորոնայի ժամանակ 2020 թվականին լայվ էինք անում ես ու ընկերս, հանդիսաբար մեր գորոդ համադա, լայվ էինք անում, ոնց որ մի բան էինք մտածել, որ երգ հորինենք հենց լայվում, իրանց գրած բառերով, այսինքն ժողովրդի գրած բառերով։ Կյանքս փոխեցիր երգը, այդ դեմի սկիզբի բառերը պրիպևը,
որ եղել է դեմի տունը, այսինքն տունը։ Շատ գեղեցիկ։ Գրել է ժողովուրդը, լայվով մենք ոնց որ ես այդ պահին հենց երաժշտությունը հորինում էի, իրանք ոնց որ բան են գրում, տարայ ունդեր մարդեր, օրինակ սիրտս կտոր արեցի, օրինակ, չէ՞, սենց ու արդեն ոնց որ վերամշակել էինք, բան ենք անել, մի քանի տարի անցնում է, Արամի հետ նստած են լինում այդ երկծությամբ դաշնամուրային այնքան որ գցել եք ինքը տարածվել էր այտենց սաղ մարդիկ էս երկը երբ է դուրս գալի ուր է էս երկը կա չկա ման են գալի ու դայրեկտորով գրում են աղա ջան էս երկը կա չկա ընկերոջս ցույց տվեցին որոշեցին որ հանենք իրան ինքը իդեպ անակնկալ էր մյուս ընկերոջս կնոջ համար իրաց հարսանեկան ոնց որ անակնկալ էին արել տեսահոլովակներ նկարել էին Dvin Music Hall-ում մի խոսքով այդ երգը հավանեց ինքը այդ դեմոն ցույց տվեցի ընկերոջս ինքը ասաց հա միանշանակ էս պետք է անենք Արամի հետ մի քանի օր էր մնացել հարսանեկի շուշուտը տենց արանժիրովկեն արեցինք ընկերուհիս բառերը շուտ գրեց մի խոսքով սինուս արկեց ինքը դառավ երգ այսինքն ամեն ինչը եկավ այդ կորոնայից սկսված այսինքն որ լայվ արեցինք արդեն փոփոխություններ պահի տակ է ծնվում այդ երաժշտությունը այդ երգերը ստեսիլը դաժե բառերը օրինակ կարող ասես նստեմ մեկ է բառեր գրեմ ընկերուհիս ասես ինչ բառեր գրի շատ սիրուն է օրինակ չգիտեմ կամ մնացած է էլի բայց ամենակարևոր բանն է որ խորհուրդների հարցն մենակով չդնես օրինակ արեցի ես всё պետք է դա անես կա իհարկե խորհուրդներին հետևես բոլորին որ լավ լինի Աբա վերջին որոշումը ձեր անցին է դուք է որ պիտի որոշեք Հա միանշանակ վերջինը դու բայց խորհուրդները ես միշտ անպայման պետք է Համամիտեմ ովևէ մի կորձի, ովևէ մեկ ասպարեզի պետք է անպայման խորհուրդներ լսել, նամանավանդ եթե անձերգան որ բավական տարիների ի վեր այդ կորձի փորձառությունը ունին կրնան լավ ցուցմունքներ տալ ցեսի։ Միանշանակ Ունիք դուք շատ գեղեցիկ ստեղծագործություններ, այդ մեկը բնավ անկասկած, այսինքն ովևէ մեկերնից կասկած չունինք, բայց դուք անցյալ տարի 2024 թվականին այնքան գեղեցիկ երգ գրել եք Քո հայացքն ու քո աչքերը բոլորին են խենթացնում Իսկապես թե խենթացնում եք բոլորին Ես ու իմ սիրտը Միայն քեզ է պատկանում Ամեն օր դու գիշերները Երազիս ես յուր գալիս Թողնում որ շուտ հեռան Աղասի մնացականյան գիշերները Կարոտել ես քեզ տալիս Ամեն օր դու գիշերները Երազիս ես յուր գալիս Թողնում որ շուտ հեռանում ես Կարոտել ես քեզ տալիս Լսեցինք բաժիմը գներեք հարկելի ունգընչիրներ և ագընչիրներ, եթե ամբողջովին չի լսեցինք երկը, բայց կրնակ դուք ռադիո ստարզեն լսել Աղասի Մնացականյանի երկերը։ Անցյալ դարի արձանագրեցիք այս երկը, ինչպիսի պայմաններու մեջ գտնված կլակ հորինելու համար շատեր կասեն, մենք երեկոյան ավելի հանդարտ ուղեղով, այսպես կգետրոնանանք կգրենք, կամ ուրիշներ կասեն, Տեպ նպատահած պետք է լա, օրինակ գիշերները, ասենք այս երկի մասին խոսենք, տեպ նպատահած կլա այդ երեկոն եւ դուք որոշումը կառնեք կգրեք։ Այդպիսի ծևի է, կամ աստվածադուր դաղանթը որունիկ այդպես է որ ձեր ստեղծագործությունները կկատարեք։ Մի հատ հենց գիշեր էր այդ օրը, հենց այդ օրը ոնց որ պարկեցի, սենց երգեր եմ լսում տարբեր, մեկ էլ մտքիս ինչ-որ բան եկավ, այտենց մյուզիկ եկավ, որ այդ դե երաժշտական մեջ լադեր գոյություն ունեն, այդ լադի մեջ տենց մի հատ երաժշտություն մտքովս անցավ, մի անգամից տեղերիցս էլա, դե ասում եմ ստուդիան տունն է, մի անգամից դաշնամուրը միացրեցի ու տենց ծնվեց այդ երգը, դիկտաֆոնով զապիս արեցի, գնացել եմ մյուս ընկերոջս մոտը, Պաշի մոտ, նույնպես ողջունում եմ իրան, իր ստուդիայում գնացի, ոնց որ ցույց տվեցի իրան, ասեցի, այս ոչի մեջ եմ պատկերացնում բանես կոմենկոմ, որոշեցինք, որ պետքա սարքենք այդ երգը։ Քննարկեցինք միասին բան այս կոմենկոմ, ինքը
բավականին սիրուն գործ ստացվող էլի։ Շատ սիրուն երգ է Իհարկե գիշերները։ երգը գրվել է գիշերով։ Այո, երգը երաժշտությունը թաշնավորումը բարերը հրաշալի է։ Որովհետև դուք կկատարեք ստեղծագործություններ, որ մեկն ավելի դժվար քան մյուսը, երգի բարեր գրելը կամ երաժշտություն գրելը։ Դե հիմնականը դժվար չի, իմ համար շատ հաճելի է, ես ինձ ասեմ, Ստեյսի ջան, դժվարություն չկա։ Էդի պահի տակ է լինում այդ ամեն ինչը, չեմ կարող ասենց ոնց ասեմ, պահի տակ դու ոնց որ ստացվում է մոտը, դու շարունակում ես, ուզում ես շարունակես ինչ-որ բառ մտածել էդի շատ հաճույք է տալի երաժիշտին էլի, որ ինքը թե երաժշտությունն է օրենում, թե բառը կապ չունի։ Լավ, եթե դժվար է պիտի չասենք, փոխեմ հարցումին ցևը, որ մեկը ալավելի ժամանակ կառնեց իր հետը երաժշտություն գրելը կամ բարերը գրելը։ Դժվարինս դժվարանում եմ ես հիմնականում բառեր գրելուց։ Ընկերուհիս է հասնում։ Այո։ Անց մգավորցեր օգնականն է, մեր աբակացու հարսիգը, ասենք ուրեմն ինքս էսի կոկտեյլ։ Զանգ ընկերուհիս իրար հետ քննարկում ենք, անում ենք էլի։ Իրալ վարձ կգադար շատ քեղեցիկ երգեր են իսկապես։ Շատ հեշտ է ստացվում, որտեղ նստում եմ դաշնամուրի դեմը, դա, всё, մեկ էլ դիկտաֆոնով կողմիատ գրի ես, բառը գնահատենք ինչ կարան գրենք, всё ինքը գրում է տեղափոխում ենք, այս կոմենկով մտածում ենք, թողում ենք, հիմա արդեն մի 6 երգ կա, որը դեռ հələ չի դուրս եկել, բայց արդեն ինքը ոնց որ կա, պետք է հանենք, էլի։ Շատ քեղեցիկ հարցազրույց, շատ քեղեցիկ պատասխաներ 1 ժամ 40 րոպեից մենք կզրուցենք միասին բնավ ժամանակը մենք չենք սկացած, բայց այժմ կուզեմ ցեզ մե իմանալ, եթե կհաճիկ ձեր աբակայի ծրագիրները, համերգ, նոր երգեր, տեսահոլովակ, ինչ ունեք հաղորդելիք։ Շատ շուտով մտածում ենք, որ պետք է արդեն ժամանակն է գալիս, որ պետք է մենահամերգ ունենա։ Մենք քննարկում ենք այդ սա օրը քննարկում ենք այդ հարցերով ենք, մտածում ենք թե երբ դնենք, թե ոնց անենք։ Տեսահոլովակներ, նոր երգեր, իհարկե այս տարվա մեջ ավելի շատ կլինի, քան թե անցած տարի ու հիմա ավելի շատ պրոֆեսիոնալ ձևով կլինի թե տեսահոլովակայինը, քան թե անցած տարի։ Պլաններ կան մենահամերգների, դե ասեցի էդի, ու առաջընթացքը պետք է ցույց տանք ու անպայման ինձ թվում է, որ հաջողության կհասնենք մեր պրոյեկտներով։ Մենահամերգը պատրաստել եք իդ կմտածեք շրջակայություն կատարել։ Շրջակայությունը միանշանակ առաջարկներ եղել են շրջակայության հետ կապված, բայց դե ես էլի եմ կրկնում, ուզում եմ ավելի շատ պրոֆեսիոնալ ձևով լինի, որ իմ լայվ բենդով, այսինքն որ կենթանի երաժշտությամբ, ամեն ինչը որ կենթանի ինչով լինի, դրա համար որ արդեն առաջին մենահամերգը լինի, արդեն կմտածենք շրջակայության մասին։ Անպայման հուսամ այդ շրջակայությունների երգերները մինը Ամերիկա, ոչ միայն Ամերիկա, allosum ներկա գտնվիկ, որովհետեւ մենք վայելենք աղասի մնացականյան։ Ես պիտի խնդրեմ ցեզ մեկ հարցումով երկու նամակ։ Առաջինը մեր հայասկին ինչ ունի ասելիք, մեր հայասկը որ միշտ ունի ցավ, միշտ ունի տարաբանք, միշտ ունի նեղություններ եւ միայն ուրախություն է որ գվայել է մեր հայասկին։ Ինչ ունի ասելիք համայն հայության, իսկ երկրորդ բաժինը հարցումից կամ ավելի սրդակին խոսքը որ պիտի փոխանցեմ, ծեր երկրբակուներուն, ծեր սիրողներուն, այսքան երկար նամակներ գրողներուն, որ հարյուրավոր է ինչպես ասեցի, եւ նամակները շատ արագ է կդառնան, ես չեմ հասնի անգամ գարտալ։ Ուրեմն առաջինը հայասկին համայն հայության ինչ ունի ասելիք, երկրորդը այսօրվա հետևողներուն եւ ծեր երկրբակուներուն հրամեցեք։ Ես ցանկանում եմ մեր երկրի խաղաղություն լինի։ Մեր հայ ազգը թող չտխրի, չգիտեմ, մենք շատ դժվարություններ ենք հաղթահարել։ Այո։ Մենք միշտ մեր գլուխները պետքա բարձր պահենք, չընկճվենք, չտխրենք, չեմ ուզում մեր հայ ազգը տխրի, ուզում եմ միշտ ժպտան, ոնց որ ասում եք միշտ պետքա ժպտան։ Չգիտեմ, շատ դժվար բաների մեջով ենք անցել, բնականաբար։ Չգիտեմ, ոնց ասեմ։ Մի խոսքով ցանկանում եմ մեր հայ ազգը, որ միշտ լինի հզոր,
Ամեն։ ու ուզում եմ ողջունել մեր բոլոր զինվորներին, Այո։ մեր խոնարհվում եմ մեր բոլոր հերոսների համար, մեր հերոս տղեկի համար։ Չգիտեմ, հավերժ փառք թող լինի այն զինվորները, ովքեր որ չկան արդեն։ Ամեն։ Աստված օգնի լուսավոր է։ Զոհված են իրենց երկրին համար, իրենց Այ, հայկական իրենց- հողի համար։ Համար միշտ հիշում եմ, չգիտեմ, խաղաղություն լինի երկրին, Այո։ ամենակարևոր բանը դա է։ Հույսով ենք։ Իսկ այսօրվա հաղորդաշարի հետևողներուն, զանգողներուն, քրողներուն եւ ձեր երկրպագուներուն ինչ պիտի ասեք։ Երկրպագուներին պետք է ասեմ, որ սպասեք նոր երգերի, սպասեք նոր ստեղծագործությունների, շնորհակալ եմ, որ հետևում եք ինձ։ Ես շատ սիրում եմ իմ բոլոր հետևորդներին, չգիտեմ, լսարանին, որովհետև ի շնորհիվ իրանց է լինում այն, ինչ որ պետք է լինի։ Եթե իրանք չլինեն, այսինքն չսիրեն, իրանք չողջևորեն, Դաժե սովորական լայքը որ դնում են, այսինքն տարածում են, էդի ի շնորհիվ իրանց հա իմ հետևորդների երկրպագուներինա, որ դու կայանում ես որպես արտիստ։ Անչափ շնորհակալ եմ իմ բոլոր հետևորդներին եւ սպասեք անակնկալների, պատժում եմ բոլոր։ Արդյոք ովևէ մի երկով կարող ենք փակել կամ երկու երկ պատրաստված էր միայն այդպես ով պիտի բավարարվենք։ Ես չի բավարարվեցա, ձեր կողդրիկ ցայնը դարձյալ գուզեմ լսել։ Կարող է արդյոք արամը մի երկը նվակել եւ դուք ընկերակցիկ իրեն կամ ինչպես։ Եթե այո է գբացակային կարճ տատարմը որբեսի երկով փակենք։ Կարող ենք, ես մտածենք մի հատ պաուզանեմ, ինչեւ մտածենք։ Շատ լավ, ուրեմն հարկելիներ, ինչպես թե ասեց աղասի Մնացականյանը, այդ բզդիկ պաուզայով մենք պիտի լսենք եւ դիտենք, երբ պիտի պատրաստեն միասնապար, որովհետեւ լսենք ինչու չէ, բայց իմիջայլոց գրնանք մենք երգը լսել ինչու չէ, մինչեւ իրենք պատրաստվեն։ Ты говорила мне I love you, расстались мы с тобою этой ночью, смотря в твои глаза я помню, я тону в твоем обмане с болью, Radio Stars. помню, я тону в любви, что стала ложью. Ուրեմն լսեցինք I love you խորակրով շատ գեղեցիկ երգ Աղասի Մնացականյանի մեկնաբանությամբ իրենք էլ պատրաստեն որբեսի վերջին երգը մեկնաբանե եւ հարկելի արամնալ ընկերակցի գլսենք հրամեցեք Այն օրվանից գնացի Պարտեզը սերամայի Աճարնելից չասացի Որ իմանայի Չէ որ ես քեզ բերում եմ Ցարիկներ Անկել սրտով ասում էի Սիրո խոսքեր Ու քնքշորեն շոյում էի Քոնով ասերը իմ սեր Ինչ որ լիներ պատում էի Ինչ իմանայի Չէ որ ես քեզ բերում էի ցանցալիկներ Անկել սրտով նվիրում էի սիրո խոսքեր Ու քնքշորեն շոյում էի քոնով ասերը իմ սեր Ինչ որ լիներ պատմում էի ինչ իմանայի
ինչ իմանայի ինչ Իսկապես թե այո, ծափահարության արժանի եք, ուրեմն պիտի սպասենք մինչև ետ վերադառնա, որովհետեւ ես վերջին շնորհակալական խոսքս ասեմ Աղասի Մնացականյանին այս դաղանթաշատ երիտասարդին, ինչպես նաև քեղեցիկ պատասխաններ փոխանցելու համար, ուրեմն սիրելիներ հավասիկ մենք վերադարձանք Աղասի Մնացակյան Գփորձեմ բարեր շնորհակալական բայց չեմ գտներ, որովհետև իսկապես վերջին երկը որ մեկնաբանեցիք հանկուցյալ հորս նախնդրած երկերեն էր, կարծես այսպես դու գսկացիք եւ երկեցիք, ես եւ հայրս միշտ միասին այսպես նստած երկեինք, որովհետև հրաշալի երկե շնորհակալ ենք մեկնաբանելու համար, շնորհակալ ենք չմերժելու համար, շնորհակալ ենք ինչպես նաև Արամին գեղեցիկ ցևով նվագելու համար ծեր բարձ կգատար ես մեծ շնորհակալություն պիտի հայտնեմ իմ հրավերս չմերժելու համար լինեցիք հաղորդաշարի հյուրը եւ գխոստանամ բոլոր մեր ռադիոստարզի ընկերներուն եթե ովևէ մինորություն ունենաք սիրահոժար դարձյալ գրնամ հյուրընկալել հավանաբար գարջ ցևով եւ հաղորդել ձեր նորությունները եթե վերջին խոսք ունիք ասելիք սիրով գլսենք ապա պիտի լսենք ձեր նոր երկը քույրս խորակրով երկը Ստեսի ջան ես էլ եմ անչափ շնորհակալ ձեզանից ձեր գլխավորության ձեր թիմին բոլորին անչափ շնորհակալ եմ հրավերքի համար իմ համար շատ մեծ պատիվ էր ձեր հաղորդմանը մասնակցելուն հույսով եմ դեռ կհանդիպենք անվայման շնորհակալ եմ ամեն ինչի համար Ստեսի ջան Ես էլ շնորհակալություն պիտի հայտնեմ դարձյալ եւ ողջույններ Տիկին Մնացականյանին եւ Աստված ձեր գլխեն անվակաս նեցեր մայրը հրաշալի մայրոնեք այսպես ավակ կրտելու համար վստահ ձեր եղբոր ձեր քրոջ բոլոր ընտանիքի ողջույններ բայց չի պակաս ես երեք շատ գեղեցիկ վիդեո մտեսա քրաձեք քերին կանցը հուսանք այդ կանցը դու գալունենակ աբակային եւ նորություններով լի լա ձեր ճանապարհը հաջողություններ աբակայի գալիք ծրագիրներուն համար դաղանտաշատ հայրենի երկիչ Աղասի Մնացականյան մեծ շնորհակալություն եւ ցեզի բարի գիշեր Բարի գիշեր ձեզ Ցտեսություն Իմ մանկության մաքուր հեքիաթը կողքիդ է անցել Ձերքդ բռնած հազար ու մի փորձություն ենք անցել